Ողջույն բոլորին, այս տեսանյութում կխոսենք հավանական թեկնածուների մասին, կամ թեկնածուի մասին, ով որ կլինի վարչապետ։ Կանխատեսումը կլինի թվագիտության հիմունքներով, իրենց ծննդյան ամսաթվերի հիման վրա, ոչ թե անձնական հիմունքներով։ Գնանք բոլոր թեկնածուներին, ովքեր որ առկա են։ Այս պահին ես տեսնում եմ Նիկոլ Փաշինյան, Հայկ Մարության, Ռոբերտ Քոչարյան, Գագիկ Ծառուկյան և Անդրանիկ Թևանյան և իրար հետ են, Արամ Սարգսյան, Արման Թաթոյան, Լևոն Զուրաբյան, Սամվել Կարապետյան և այսքանը։ Եթե հավելյալ մարդիկ կան, այս պահին ես այսքանն եմ տեսնում պաշտոնական տվյալներից։ Եթե կան մարդիկ, ովքեր որ եւս էլի մասնակցում են ընտրություններին, ինձ հարկավոր չէ այն մարդկանց անունները, ովքեր որ ուղղակի կողքից են, այլ հստակ, որից է կուսակցություն են ներկայացնում կամ անձնական են, անհատական են, չնայած այստեղ ոչ ոք անհատական չէ։ Մի խոսքով բոլորին կնայենք, եթե գիտեք հավելյալ մարդկանց, ապա մենք կնայենք նաև երկրորդ հատվածը, չնայած որ այստեղ պաշտոնական ներկայացված է բոլորը։ Եվ կսկսենք Նիկոլ Փաշինյանից, որովհետև նա է ներկայիս վարչապետը եւ տեսնենք կրկին կանցնի թե ոչ։ Չնայած ես շատ եմ խոսել այս մասին, նաեւ նշել եմ, որ բաժանում է լինելու, նշել եմ, որ միայնակ է մնալու, բայց երբ որ ես նայել եմ իր տարվա ցուցանիշը, իր մոտ այս տարի շատ հիանալի է։ Բայց քանի որ նա նախորդ ժամանակահատվածում, նախորդ տարիների ընթացքում նա ապրել է բացասական, որովհետև բացասականը մենք տեսնում ենք, երևում է, ապա իր մոտ չի կարող հիմա դրական լինել։ Եթե ինքը փոխվի, եթե ոչ, ապա ելի նորից իր մոտ բացասականն է տեղի ունենալու եւ բացասականը արդեն այստեղ չի կարող լավագույնը լինել։ Մենք նայում ենք 49-ից 51 տարեկանը, ինքը 75 թիվ է, և այս տարի հենց լրանում է իր մոտ 51 տարեկանը։ Եվ այս տարի իր համար շատ բարդ է։ Այս 51 տարին պետք է լրանա, հաջորդ մինչև հունիսի 1-ը, երբ որ ինքը ծնվել է, արդեն 52 տարեկան է։ Այս ժամանակահատվածում նա խաչմերուկում է եւ ճիշտ ընտրություն պետք է կատարի։ Այս ժամանակահատվածում պետք է ընտրի կամ իր ընտանիքը, կամ ընտրի քաղաքականությունը, երկուսից մեկը։ Ինչպես գիտենք, կինը հեռացել է եւ ես այդ մասին նաեւ ասել էի, երեխան էլ է հեռացել, չգիտեմ մնացած երեխաները հեռացել են թե ոչ, կնոջ հետ միասին, բայց ես նշել էի, որ ինքը մնալու է միայնակ, որովհետեւ ինքը բացասական է ապրում։ Եվ այս ժամանակահատվածում եւս կարող է վերաբերվել աշխատանքին, սա որ հանգամանքները կարող են ստիպել նրան լքել իր ներկայիս պաշտոնը կամ ընտանիքը, հեռանալ թե մնալ ընտանիքի հետ։ Ֆինանսների մասին չեմ խոսում, այստեղ մենք խոսում ենք միայն անձնականի եւ գործնականի, այս պահին ինքը ինչ է անում, այդ դրա վերաբերյալ։ Ամեն դեպքում ընտրությունը կազդի իր ապագայի վրա։ Դրա համար պետք է ինքը ընտրի իր սրտով, ինչ է ուզում հետագայում անել։ Այստեղ ինքը եւս ապրում է բացասական, որովհետեւ ինքը ունի դժբախտ սեր, այսինքն չունի այս պահին կողակից, կոտրված սիրտ, հիասթափություն հակառակ սեռից, անհավատարմություն, ամուսնալուծություն, հորմոնալ խնդիրներ, աշխատանքային դժվարություններ, գործարար հարաբերությունների խնդիրներ, ընտրված մասնագիտությունը չի բերում իրեն բավարարվածություն կամ ինքնաճանաչման ինչ-որ աստիճան, ինքը չի բարձրանում վեր։ Նաև մարդկանց հետ հարաբերությունները շատ դժվար են այս տարիքում, մտերիմ ընկերներ չկան, կյանքի դժվար իրավիճակում է հիմա նա հայտնված։ Եվ օգնության համար չկա մեկը, որին որ կարող է դիմել, որովհետև նա այս պահին ապրում է բացասական, իր կյանքը բացասական է։ Դրականի դեպքում ինքը պետք է այս պահին լիներ մարդկանց սիրելին, լիներ կնոջ սիրելին, խնդիրներ չէր լինի, փոխադարձ սեր կստանար, անկեղծ էր, սիրում է բոլորին։
պետք է ունենար շատ ընկերներ եւ ամուր ընտանեկան կապեր, կյանք նաեւ։ Կարիերան պետք է ծաղկեր եւ այլն։ Այս պարագայում ինքը հնարավորություններ չունի։ Եթե լիներ ընտրությունները հաջորդ տարի այստեղ էլի նորից իր մոտ փորձություն են։ Եթե ինքը ընտրվի հիմա վարչապետ, ժողովուրդը էլ իրան նույն կերպ է ընդունելու, շատ ավելի վատ է ընդունելու, քան ինքը այս պահին կա։ Բավականին հաջորդ տարվանից սկսվում է իր մոտ փորձությունները 51-ից մինչև 52.5 տարին եւ 1.5 տարի փորձությունների մեջ է լինելու, պետք է փորձի հաղթահարի իր կյանքը, բոլոր դժվար իրավիճակները պետք է կարողանա հաղթահարի եւ պետք է նաեւ փոքր քաջ լինի, որ կարողանա այն հաղթահարել։ Այնպես որ այստեղ ըստ թվագիտականի իր կյանքը ոչնչացնելու համար վերջնական պետք է ուրեմն հրաժարվի։ Կներեք, ժամանակ առ ժամանակ անջատում եմ, որովհետև մեր հարևանը որոշեց հենց այս պահին ինչ-որ բաներ, գործողություններ անել իր տան մեջ։ Իսկ հիմա հաջորդը գնայենք Հայկին։ Ես Հայկին ասել էին քաղաքապետի համար, որ ինքը այս ժամանակահատվածը իր համար այդքան էլ լավ չէր։ Հիմա գնայենք արդեն վարչապետի որպես թեկնածու։ Քանի որ նա ընդամենը 1 տարի է փոքր վարչապետից, լինում է այս տարի 50 տարեկան, կլոր տարիք է։ 50 մինչև 51 տարեկան, այսինքն 51-ի ամբողջությամբ ավարտը, երբ որ մտնում է ինքը 52 տարեկան։ Իր մոտ շատ դժվար շրջան է, բայց կարևոր շրջան է։ Լուրջ փոփոխությունների ժամանակաշրջան է իր մոտ։ Նախկինում ինչպես որ ապրել է, այս հիմա այլևս այդպես չի ապրելու։ Նա կարող է կորցնել իր ընկերներին, դեռ սկսվել է իր մոտ 49 տարեկանից եւ ձեռք բերի նորերին։ Ճգնաժամ է իր մոտ եւս։ Պետք է ոնց որ կյանքը քանդի եւ նորը կառուցի։ Սա նաեւ նշանակում է խնդիրների ավարտ եւ նորն է սկսում, բայց սա նաեւ իր համար երջանիկ կյանքի սկիզբ է։ Ինքը վատից կանցնի լավը։ Բայց ամեն ինչից պետք է ազատվի, ինչ ավելորդ է պետք է ազատվի։ Կարող է փոխել աշխատանքը, բաժանվել իր չսիրող մարդուց կամ տեղափոխվի այլ երկիր։ Բայց այստեղ ես չեմ կարող ասել իր ներկա կյանքը, ինչպես է ինքը ապրում, որովհետև ես մարդկանց կյանքերը չգիտեմ, ես տեսնում եմ միայն ներկայիս վարչապետին ինչպես է ապրում, մնացածի հետ ես գործ չունեմ, որովհետև չգիտեմ ինչպես են իրենք ապրում ընդհանրապես։ Հավանականությունը մեծ է, բայց ոչ այնքան, որովհետև նա այստեղ պետք է տեղափոխվի մեկ այլ երկիր, այսինքն ինքը եթե չանցնի, ինքը կգնա եւս մենք տեսել ենք իր գործունեությունը, ոչ ոք բանի տեղ չէր դնում, որովհետև ամեն մարդ պետք է ունենա իր աշխատանքը, իր գործունեությունը, եւ եթե այդ գործունեությունից դուրս ես գալի, ոնց որ դերձակը որոշի դառնալ դատապաշտպան։ Նույն բանն է սա, մարդը պետք է հասկանա իր տեղն ու դիրքը եւ հասկանա կկարողանա արդյոք ղեկավարել թե ոչ։ Ինքը ըստ իր էության այդքան էլ ղեկավարող մարդ չէ, նա բացարձակապես։ Ինքը ավելի շատ ինչ-որ բաներ շատ է էմոցիոնալ եւ չի կարողանում տիրապետել ժամանակ առ ժամանակ իրեն։ Եվ դա վարչապետի համար այդքան էլ լավ չէ։ Եվ ըստ իր կյանքը կարող է փոխվել, բայց հաստատ չի փոխվի որպես վարչապետ։ Ես այս պահին դեռևս չեմ տեսնում որպես վարչապետ։ Ըստ իր տվյալների։ Դե եթե հուսով եմ իրենց տվյալները ճիշտ են, հիմա մենք գնայենք Ռոբերտ Քոչարյանինը։ Տեսնենք իր մոտ ինչպես է։ Ռոբերտ Քոչարյանի մոտ այստեղ ընդամենը ունի ինքը կես տարի, հետո փոխվում է ամեն ինչը։ Դե ինքը ծնվել է օգոստոսին, եթե վերածենք նախ ընտրությունները տեղի ունենալու հունիսին եւ դեռ ինքը 72 տարեկան չի լինում առայժմ եւ 72 տարին լրանում է դեռ օգոստոսին եւ դեռ ինքը ունի 6 ամիս։ Այն ինչ որ հիմա կասեմ, իր մոտ դա է տեղի ունենում։ Այս պահին, այսինքն ընտրություններից հետո դեռ 8 ամիս իր մոտ լինելու է սա։
Այստեղ իր մոտ դրական փոփոխություններ կան, շահավետ գործարք, կարող է տեղափոխվել մեկ այլ երկիր, մեկ այլ քաղաք, կամ այստեղ կարիերայի զարգացումը։ Ամեն դեպքում բախտի իր կողմը կլինի այս ընթացքում։ Դեռ ինքը 71-ից մինչև 72.5 տարեկան, այդպես տարիքը։ Այստեղ ինքը ճակատագիրը կփոխվի իր մոտ, բարենպաստ ձևով է իր ճակատագիրը դասավորվում, պետք է լսի իր ներքին ձայնին, ինտուիցիային, և ինչ-որ ինքնաբուխ որոշումներ չկայացնի, չմտածված գործողություններ նույնպես։ Դե եթե նայում ենք իր տարիքը, ըստ ինձ այդ տարիքի մարդը ղեկավար լինել այդքան էլ նորմալ չէ։ Եթե ցանկանում է ինքը ընտրվի, բայց ղեկավարի մեկ այլ մարդ, դա արդեն մեկ այլ հարց է, միգուցե որոշում է իր տղան ղեկավարել, դա արդեն չգիտեմ, բայց համենայն դեպս 72 տարեկան մարդը ինձ թվում է պետք է ավելի շատ հանգիստ նստի իր տանը եւ փորձեն իրեն պահել, ոչ թե ինքը։ Այս պահի դրությամբ այս թիվը ընդհանրապես համարվում է վերելքներ եւ վայրեջքներ։ Եվ հավանականությունը մեծ է։ Մենք գիտենք բոլորս, թե ինչպես են մարդիկ ընտրվում, ինչպես են ընտրվում։ Դե այստեղ ես մի հատ կարդամ իր բացասական եւ դրականը, որոշ չափով գիտենք նաեւ, իր կյանքը, տեսնեմ ես ինչպես է նա ապրում, դրական թե բացասական, հետո ես կվելուծեմ ձեզ հետ։ Դե ես այստեղ չեմ տեսնում բացասականը նշեմ, եթե վթարի է ենթարկվել այս ընթացքում, դեռ ունի 6 ամիս, եւ լուրջ վնասվածքներ է ստացել, ուրեմն արդեն իսկ ապրում է բացասական։ Բայց այստեղ նայեք իր մոտ ուրեմն կա բացասական ինչպես պետք է լիներ։ Ծնողների հետ հարաբերություններում խնդիրներ, սիրելիների հետ հարաբերություններում խնդիրներ, ամուսնալուծություն, ես գիտեմ, որ ամուսնալուծված չեն, աշխատանքի վայրում լուրջ խնդիրներ, դե այս պահին ես իր կոնկրետ ինչ է անում այնտեղ, ինքը ես չգիտեմ, միգուցե ինչ-որ խնդիրներ են խափանվել կամ չեն խափանվել, ինչ-որ հարցեր, ինչ-որ պայմանագրեր են դուրս մնացել եւ չեն լուծվել։ Դե այստեղ անհաջողությունների եւ դժբախտությունների շարք, դե չգիտեմ, անընդհատ տարօրինակ իրադարձություններ են կատարվում իր կյանքում, բացասական պահեր են կատարվում, ինձ թվում է չէ։ Դե մենք ինձ թվում է չգիտենք, միգուցե այդքան էլ չեմ բարձրաձայնում։ Համենայն դեպս ընտրությունների ժամանակահատվածը իր համար լավ է, այս ընտրությունների ժամանակահատվածը։ Բայց երբ որ ինքը նստեց արդեն ղեկավար եւ դարձավ արդեն 72.5 տարի, անցավ 8 ամիսը, 8 ամսից հետո սկսվում է իր մոտ դժվար շրջանը։ Անցյալի բոլոր խնդիրները գալու են իր մոտ եւ խանգարեն իրեն առաջ գնալ։ Այսինքն ընտրությունները լավ են, բայց հետո իր մոտ խնդիրներ է առաջանալու։ Դա անցյալից է գալիս այդ խնդիրները, որ հիմա պետք է խանգարում է, եւ դժվարություններ է ստեղծում իր համար։ Բայց դիտապ ասեմ, որ իր ծերությունը այստեղ լավ է ընթանում։ Լավ է։ Ինքը կարողանում է հաղթահարել նաև այդ խնդիրները, բոլորը, որը կա անցյալում։ Ոնց որ այդ թիվը, որը գալիս է իր այդ տարիքի հետ կապված, ինքը կարողանում է հաղթահարել յուրաքանչյուր խնդիր։ Այս ուրեմն մինչև 73.5 տարի դեռևս լավ է իր համար։ 73.5-ից 74 տարին գիտեք, էլի նորից իր մոտ ամեն ինչ նորմալ է։ Դե այստեղ մի քիչ կասկածներս ավելանում են, որ հնարավոր է, չգիտեմ, սարքելու միջոցով կլինի, ինչի միջոցով կլինի, համենայն դեպս հավանականությունը մեծ է։ Ես չգիտեմ մարդիկ կընտրեն, թե ով կընտրի, բայց իր կյանքի դասավորվածությունն եմ ես խոսում, այսինքն իր կյանքում գալիս է դասավորվածությունը, որ ինչ-որ մի բան փոխվում է, եւ անգամ այդ տարիքում ինչ-որ մի բան իր մոտ դեռ չի փոխվում վատը։ Հաջորդը կնայենք Գագիկ Ծառուկյանին, ով որ ծնվել է, այստեղ նշեմ, ստուգեմ եւ վերադառնամ։ Ու այստեղ մի բան նկատեցի Գագիկ Ծառուկյանի մոտ, որ իր հարմարավետության գոտին դա սերն է։
սեր տվեք, սեր կտամ։ Այդպես է, ինքը կամ շատ սեր է ուզում բոլորից, կամ սեր տվեք, սեր կտամ։ Իր մոտ, դե քանի որ նա 70 տարեկան է, արդեն բավականին, թույլ չեն տալիս, որ երիտասարդները կան ղեկավար, բոլորը այստեղ իրենց այն տարիքը, որը որ իրոք պետք է նստեն բազմոցին եւ ուղղակի վայելեն իրենց ծերությունը, ուզում են ավելի նյարդային ապրել, դե արդեն դա իրենց խնդիրն է։ Մինչև 71 տարեկան, իր մոտ 70 տարին մտնում է այստեղ։ Դեռ ինքը 70 տարեկան չկա էլ։ Դեռ իր մոտ այս ամեն ինչ, որ ասում եմ, նոր է սկսվում, որտեղ նոյեմբերին է իր ծնունդը։ Եվ նոյեմբերին դեռ ինքը նոր 69 է եղել։ Հիմա դեռ սկսվում է իր մոտ մինչև 71 եւ 71-ի ավարտը։ Այստեղ շատ լավ շրջան է իր մոտ։ Շատ լավ։ Բավականին լավ շրջան է։ Ինչ գործ ուզում է անի, իր մոտ կսկսի։ Շատ լավ։ Փոփոխությունների շրջան է իր գալիս ու բախտը իր կողմն է։ Ոնց որ ասում են, պայծառ եւ ուրախ շրջան է իր մոտ այս շրջանը, այս տարին 69-ից 71-ը։ Ուրախ եւ շատ լավ շրջան է իր մոտ։ Ճակատագրի նվերներով, ոնց որ ասում են, պետք է վայելի ինքը ուղղակի այս ժամանակահատվածը 69-ից 71 տարեկան ժամանակը բավականին լի է էներգիայով, ուժով, որպեսզի շարունակի իր գործը։ Չգիտեմ դրական է ապրում, թե բացասական, բայց որոշ բաներ այնինչ որ ինքը անում է, բոլորս իհարկե տեսնում ենք։ Հաջորդ շրջանը իր մոտ էլի լավ է, շատ լավ է։ Էլի նորից դրական փոփոխություններ կան իր կյանքում, էլի կարիերայի զարգացում, առաջ խաղացում, իր մոտ վերջին շրջանները մինչև 73.5 տարեկան, այ 72.5-ից արդեն մինչև 73.5 5 տարին է անում, եթե վերցնենք 69-ից դեռ 5 տարին չի անում, բայց նշեմ, որ երբ որ ինքը մտնի քաղաքականության մեջ, ինքը շատ լավ է սկզբում, բայց հետո մնալու է մենակ։ Մնալու է մենակ ինքն իրենով, ինչ որ մի բան այնպես չի ընթանալու, տարիներ հետո իհարկե, եւ զգալու է, որ կամ սխալ տեղ մտավ, ավելի լավ էր ինքը ուղղակի նստեր եւ վայելեր իր կյանքը, քան դուրս եկավ եւ մտավ օրինակ քաղաքականության մեջ։ Ինքը ուղղակի այս տարիները մինչև 72.5 տարեկան պետք է ուղղակի վայելի, որտեղ լավ պահեր են իր մոտ գալիս, իր գործունեությունը զարգացնի, պահպանի, բայց այստեղ արդեն միայնություն է ավելի շատ։ Դե չեմ կարծում, կարող է, եթե չգիտեմ, գիտեմ, որ միանում են իրար, հստակ չի, ես հստակ 100%-անոց չգիտեմ, ուղղակի խոսակցությունից եմ լսել, Ռոբերտ Քոչարյան, ինքը եւ Կարեն Կարապետյանը, իրար են միանում, չգիտեմ ինչքանով է դա ճիշտ, դուք ավելի շատ կիմանաք, որտեղ խոսակցությունները ավելի շատ եք լսում։ Եվ եթե միանան, տեսակ, որ կան այնտեղ Ռոբերտ Քոչարյանը բավականին երկար ժամանակ կար, բայց իրանը ընթացքում կարող է դուրս գալ։ Ընթացքում դուրս կգա եւ հետո կարող է փոշմանել, որ ինքը մտել է նաեւ այդ գործի մեջ։ Այսինքն ինքը ոչինչ չի անի, կանեն մարդիկ։ Այսինքն ուղղակի այնտեղ ձայնը կլինի, ուրիշ ոչինչ, ժամանակը հետո։ Ես ուզում եմ նայել նաեւ այստեղ Անդրանիկ Թևանյանինը, որովհետեւ նա Գագիկ Զարուկյանի հետ է, նա այն մարդն է, որ միշտ խոսում է։ Գիտեք, նման կերպով քաղաքականության մեջ գալը, օրինակ, ըստ ինձ, դա նորմալ չէ։ Ես չեմ տեսել ոչ ոքին, որ ինչ-որ մի բան խոստանան, օրինակ սոցհարթակներում։ Գիտեք, որ սոցհարթակները դրանք են հարթակներն են, որոնք մարդիկ ակտիվ են եւ այնտեղ ավելի շատ են խոսակցությունները տարածվում, բայց ես չեմ տեսնում։ Նա ցույլ է այս մարդը։ Հարստություն է, շատ սիրում իդեպ ասեմ։ Մանիպուլյատոր ըստ իր ամսաթվի։ Այստեղ չենք խոսում հստակ, մարդու որակների կարող է ինքը ուրիշ կերպ է դաստիարակվել։ Այստեղ ֆինանսի գերի է։ Ես ուրիշ ոչինչ չեմ կարող ասել, ով ինչ ուզում է ասի, ով ինչ ուզում է մտածի, եթե հանկարծ ինչ-որ մեկը փորձի մեկնաբանություններ գրել, պաշտպանելով օրինակ այս մարդուն,
Իդեպ նշեմ, որ YouTube-ը այդ հնարավորությունը տվել է, որ ձայնային կարող ես ուղարկել, նույն ձայնայինը կստանաք։ Այստեղ փողամոլ է։ Փողամոլ։ Միմիային փող։ Իր նիստուկացնել է փող։ Իր փող կլինի կանեմ։ Մեջը փող կա, հա, որ սենց ինչ որ բան են ասում իրեն, մեջը փող կա, հա կա, ուրեմն հա, ես այդտեղ եմ։ Երկու թիվ ունի, երկու թիվներ խոսում է փողի մասին։ Միմիային փողի մասին։ Ուրեմն հիմա տեսնեմ։ Լավ, պարզա։ Ուրեմն մինչև 52.5 տարեկանը, հիմա ինքը 52 տարեկան է, 6 ամիս։ Այստեղ ուրեմն իրան ինչ են խոստացել։ Խոստացել են պաշտոն, խոստացել են ինչ որ առաջարկ կա աշխատանքի, եւ ինքը դրա համար մտել է դրա մեջ։ Այս տարին էսպես է իր մոտ, հա, այս 6 ամիսը, ընդհանրապես այս 6 ամիսը իր մոտ էսպես է։ Նա բավականին շատ ճանապարհորդություններ կունենա, ուղևորություններ կունենա, կապված կլինի աշխատանքի հետ։ Այստեղ գիտեք, արդեն սկսում եմ ես կասկածել, շատ մեծ կասկածներ ունեմ, որ եթե միանում են այս երեքը, ես դեռ կնայեմ Կարեն Կարապետյանինը, ապա այստեղ իրոք կարող է նաև հաղթանակ լինել, եթե չեք ուզում, ուրեմն մի ընտրեք իրանց։ Ես ասում եմ այն մարդկանց տվյալները, ովքեր որ հնարավորություններ ունեն ընտրվելու այս ժամանակահատվածում։ Մնացածը թողնում եմ ձեզ վրա, ես չեմ ասում ինչ որ մեկին ընտրեք։ Թողնում եմ ձեզ։ Բայց այստեղ նաև ինչ է, եթե առաջարկել են լավ աշխատանք, դա նշանակում է արի թիմ լինենք։ Ես տեսել եմ այս մարդուն բավականին շատ YouTube-ում, ոնց որ թե խոսելուց, քարոզելուց կամ չգիտեմ ինչեր անելուց, հա, բոլորն էլ YouTube-ում հիմա մեկը մյուսին է վիրավորում ինչ որ մի բան խոստանալու փոխարեն։ Ես ոչ ոքի բերանից խոստում չեմ լսել, ես ոչ ոքի բերանից ոչինչ չեմ լսել այսքան ժամանակ, միայն լսել եմ այն, որ ուզում ենք գանք, աթոռ, միայն աթոռ, ես ուրիշ ոչինչ չեմ լսել ոչ ոքից, և այստեղ հիմա նույնն է, այս մարդը բավականին շատ է սիրում գումար, ես ասում եմ, իր հարմարավետության գոտին գումարն է, այսինքն գումար կա, կանեմ, մեջը գումար լինի, իր ամսաթիվն էլ այստեղ լավ կարող է մարդկանց իր հետևից տանել, որովհետև մանիպուլյատորի էֆեկտ ունի ինքը, այսինքն մարդկանց քյոլել ֆալելով, հա, հայերեն ասված, կկարողանա տանել իր հետևից։ Եվ այստեղ եթե այս երեքը միանան, ես հիմա կնայեմ հաջորդինը, եթե այս երեքը միանան, ապա կկարողանան ինչ որ բան անել։ Իսկ իր հաջորդ տարին։ Ահա, այստեղ հաջորդ տարին արդեն է որ ասում է այսուր եկա անգա։ Ինչի ես համաձայնվեցի, ես իմ համար նստած իմ գումար էի վաստակում, այսուր եկա անգա։ Այդ ինչ որ նման վիճակ է լինելու։ Չի կարողանալու գտնի իր ճանապարհը։ Միգուցե նաև էլի ուղղակի աշխատավարձը կա, հա, այնտեղ որպես падգամավոր աշխատավարձ եմ ստանալու, հա դե ոչինչ, մնացածը իրանը չի։ Այստեղ խճճվելու է, ընկնելու է խավարի մեջ ինքը եւ չի գտնում իր ճանապարհը։ Դա 52.5-ից մինչև 53.5 տարեկաններն են։ Մոլորություններ, միտքը լրիվ մթագնում է, ընկնում է պատրանքների մեջ, ուրիշների ազդեցության տակ է ավելի շատ դա լինելու, հա, որ իրեն ոնց որ ձեռից ձեռ տանեն այս մարդուն, հա, այդպես ինչ-որ մի բան է։ Եվ այդ գործընկերները, հա, այդպես ուրիշները, ընկերները իրան ներքև են քաշելու այդ ժամանակահատվածում, ինչ-որ մի բան կանեն, գլխին կսարքեն։ Նման ինչ-որ իրավիճակ է, այստեղ հստակ։ Եվ մենք կգա ժամանակահատվածը բոլորս կտեսնենք, ինչպես որ ոչ ոքս չենք հավատում վարչապետի, ես ինքս չի հավատում, երբ որ ասեցի միայնակ մնալու, կինը հեռանալու է, ես ինքս չի հավատում, որովհետև եկորյակները սովորաբար ամուսնանում են այն ժամանակ, երբ որ լիարժեք շատ են սիրում։ Եվ դե իրենք չեն ամուսնացել օրինապես, բայց եթե իրենք ընտրում են ինչ-որ մեկին եւ երկար ճանապարհ են անցնում իրանց հետ, ուրեմն իրանք պետք է իրոք շատ սիրեն։ Եթե սեր չկա, չկա։ Ես այդ օրը ասելուց, ես իմ խոսքին զարմացա, որ ասացի, բայց փաստն այն է, որ մարդը պետք է ճիշտ ապրի։ Եթե ճիշտ չի ապրում, յուրաքանչյուր բացասական բան գալիս է իր մոտ։ Եվ այստեղ
Ներքև են քաշելու, ներքև այս մարդուն կարող են շփոթեցնել, միգուցե կեղծ բաներ էր, որ խոստացել էին իրեն, կամ ինչ-որ անկեղծություն չտեսնի ինչ-որ բանի մեջ, շատ վտանգավոր շրջան է իր համար, շատ հետո, ընտրություններից հետո շատ վտանգավոր շրջան է, 6 ամիս հետո գալիս է իր մոտ ահավոր շրջան, կկորցնի ինքն իրեն, էլ չի գտնի, ոնց որ կընկնի իրոք, ոնց են զառերը խաղացնում, այդպես կսկսեն իրեն խաղացնել։ Բայց նաև մի կողմից աճի շրջան է, բայց ոչ այն գործունեության մեջ, որը որ ինքը կանի։ Մի փոքր ավելի հոգևոր աճ պետք է գնա, ֆինանսները ավելի շատ է իր մոտ։ Դա այստեղ էլի եմ ասում, մի քանիսին տեսանք, որ ընտրությունների ժամանակ շատ լավ էր, բայց ընտրություններից հետո գալիս է մի պահ, որ իրենք դադարում են տրվել այդ ընտրություններին, դադարում են տրվել իրենց խոստումներին կամ այն ինչ որ ուզում էին անել, այլ հավեսը չի ունենում։ Մարդը այսպես թե այնպես ինչ որ խնդիրներ կարող են առաջանալ, որ այլևս չուզենա զբաղվել դրանով։ Կա, ձայնը կա, քվեարկության ժամանակ այնտեղ են, կնոպկեն կսխմեն, գումարը կստանան, բայց այնտեղ չեն։ Ֆիզիկապես են այնտեղ, բայց իրենք այնտեղ չեն։ Եվս այս մարդը ինձ բացարձակապես իր հայացքը դուր չեկավ, հենց երևում է, իր աչքերին շատ նայեք, հենց երևում է, այն ինչ որ ես ասացի, 10 անգամ չկրկնեմ։ Արամ Սարգսյան, նախկին վարչապետ, հա, փաստորեն ինքն էլ կա այստեղ։ Հիմա Իրանը նայենք։ Ուրեմն, այստեղ ինքը շատ ուժեղ չի, բայց հարմարավետության գոտին այդպես առնական է։ Միգուցե Վազգեն Սարգսյանից է եկել, այդ բնավորությունը միգուցե ընտանիքում է ձևավորվել, այդ առնական պահը, այսինքն մարդը հարմարվում է միայն նրան, ինչը որ տղամարդկային է, այսպես ասած։ Եվ հիմա անցնենք, դե ես մանրամասն չեմ ուզում նայել իրենց կյանքից, դա բավական երկար կտևի, կարող են գալ խորհրդատվության, եթե ուզում են։ Ուրեմն այստեղ իր մոտ նույն այն պահն է, որը Նիկոլ Փաշինյանի մոտ է։ Եվս այստեղ իր մոտ տարիները այսպես են 64-ից 66 տարեկան, բայց ինքը 65 տարեկան է, արդեն այո, 65 տարեկան է, հունվարին եղել է 65, տարվա կեսն է, մինչև 66 տարեկանը, իր մոտ այս շրջանում խաչմերուկում է ինքը եւս վարչապետի նման եւ պետք է դժվար ընտրություն կատարի կապված իր ուղու հետ։ Մեկ պետք է ընտրի աշխատանքը, ընտանիք, հարազատներ, գումար, ֆինանս եւ շատ պետք է շատ կարեւոր է դա ազդելու է ապագայի վրա։ Այնպես որ եւս չգիտեմ իր կյանքը ինչպես է, ես Նիկոլ Փաշինյանի կյանքը տեսնում եմ, հա, երևում է այստեղ, դա ինքը ինչպես է ապրում, բայց իր կյանքը ես չգիտեմ, ես չեմ կարող վերլուծել։ Բայց այստեղ ամենայն դեպս հետևանքները, ինչ էլ որ ինքը ընտրի, կբերի լավ փոփոխություններ, դրական փոփոխություններ, եթե ինքը դրական է ապրում, եթե ինքը լավ է ապրում։ Ես ուղղակի չգիտեմ, ես իրենց կյանքը չեմ հետաքրքրվել, չգիտեմ, ամուսնացած է, ընտանիք ունի, ընտանիքում ինչպես է հարաբերությունը, նման բաները չգիտեմ։ Եթե վատ է, ուրեմն արդեն իսկ բացասական է ապրում, եւ այս ընտրությունը իրոք են, որ ինչպես է իման Նիկոլ Փաշինյանը կանգնած այս փուլի առջև, հա, կինը չկա, ինքն է քաղաքական գործիչ, այսինքն ինքը շարունակելով քաղաքականությունը, ինքը ընտրում է քաղաքականությունը եւ չի ընտրում իր ընտանիքը։ Դա արդեն նշանակում է, որ ինքը բացասական է ապրում, որտեվ երբ որ մարդը դրական է ապրում, պետք է ընտանիքը կողքը լինի, ընտանիք, սեր, ամեն ինչ, հա, հարաբերությունները պետք է կայուն լինեն։ Դե, այստեղ ոչինչ չեմ կարող ասել, ընտրությունը իրենն է, կյանքը իրենն է, չգիտեմ ինչքանով նա կանցնի, որովհետև հա, ունի հարմարավետության գոտին գիտեք, որ մարդը կարճած է դրանից, այսինքն կարճած է ուղղակի տղամարդկային երևույթներից, այսինքն հա ես կարող եմ, հա ես սա, բայց ինքը փափուկ է,
Միայն այդպես կարող են օրինակ տեսնել իր հարազատները, իրեն, որ այդպես մի քիչ ինքը այսպես առնական է, հա, կարող է ինչ-որ մի բան անել։ Գիտեք, մեկն էլ կար, ուրա։ Գուրգեն, հա, չի տվել։ Միգուցե այստեղ ինչ-որ մի բան սխալ է։ Ես եւս կնայեմ հետո։ Միասնության թևեր, չգիտեմ, ինչ ոնց են ասա անունները հորինում։ Արման Թաթևոսյան, Թաթոյան, դուրա նկարներ չկա, որ ես տեսնեմ ով է։ Ցավոք։ Իմ տարիքի է։ Հետաքրքիր է։ Ուրեմն Արման 18, 12, հիմա լրացնեմ։ Եվ ուզում է ընտրվել եւ վախեր ունի։ Չգիտեմ ով է, նկարը կուզենայի տեսնել, բայց ամենայն դեպս վախեր ունի։ Իր մեջ շատ են վախերը ինչ-որ մի բան սկսելու համար, բայց գումար շատ է սիրում։ Բավականին շատ է սիրում գումարը։ Եվ իր մոտ այստեղ կարման է շատ բարդ։ Շատ բարդ կարմա ունի ինքը։ Շատ։ Եվ տեսնենք իր կյանքը, մեզ չի հետաքրքրում իր կարման, տեսնենք իր կյանքը 44-ից 46 տարեկանը, նույն էլի նույն բանը կարող եմ ասել, էլի նորից չկրկնվեմ, նույն Նիկոլի և նույն Արամ Սարգսյանի կյանքն է իր մոտ։ Այստեղ եւս պետք է ինքը ընտրություններ կատարի, ընտրություն կատարի յուրաքանչյուր իր քայլերում։ Եվս այստեղ էլի իրանից է կախված։ Գիտեք, նման մարդիկ, ովքեր որ ընտրություններ են կատարելու, հավանական է, որ միանան իրար։ Ընտրություն կատարեն ինչ-որ բանի միջև, հա, ոնց որ կամ չլինեն խորհրդանում, կամ նաև միանան իրար։ Այստեղ ուրիշ ավելացնելու բան չունեմ, բացարձակապես չեմ ճանաչում։ Մի հատ նկարը գտնեմ։ Լավ, հասկանալի է ով է։ Հա, Քսազի որպես քաղաքական գործիչ, որպես վարչապետ, բայց այստեղ նայեք, ինքը այս պահին 45 էլ դեռ չկա, այս պահին դեռ ինքը 44 է, և իր մոտ դեռ նոր է սկսվում այս փուլերը, այս ընտրության փուլը ինքն էլ է կորցնելու վարչապետի նման ինչ-որ մի բան, միգուցե ընտանիքը, միգուցե երեխաներին, միգուցե ծնողներին, միգուցե ընկերներին, այնպիսի մի բան է կորցնելու այս քաղաքականության մեջ մտնելու համար։ Չեմ նայում հետագան, որովհետև ինքը այսպես թե այնպես կորցնելու է և ես չգիտեմ հիմա վարչապետի ուղեղը ինչպես է աշխատում, կորցնելուց հետո, միգուցե ավելի ազատվել, ավելի ազատ է իրան զգում իր քայլերում, քան երբ որ ինչ-որ մեկը կար կողքը։ Այստեղ հետագայում իր համար լավ է, 46-ից 47.5-ը իր համար լավ է։ Դե եթե ընտրություն կատարի և կարողանա ընտրություններից հետո ավելի ինքը ճիշտ կողմնորոշվի, այստեղ նաև հավանականությունը մեծ է իր մոտ հետո այստեղ նոր երազանքներ են գալիս իր մոտ, այստեղ պետք է ուղղակի վախեր կարող է ունենալ, ես իրան ասեցի, ասեցի իրան չէ, ես ասեցի իր մասին, որ վախեր ունի նա և վախերը կասկածները եւս էլի կսկսեն իրան կրծել այդ տարիքից հետո, եթե արդյոք ճիշտ է մտել, թե ոչ, որտեղ ինքը կորցնելով է մտնելու քաղաքականություն, կորցնելով է մտնելու որպես վարչապետ, եթե իհարկե ընտրվի, այստեղ պետք է ուղղակի պլանավորի ինքը ճիշտ դասավորի իր կյանքը, որպեսզի եթե մարդիկ իրեն վստահեն, ընտրեն, կարողանա ապացուցի, որ արժանի էր, որ իրեն ընտրեցին։ Բայց ասում եմ էլի, որ նա գումար է շատ սիրում։ Գիտեք, գումար սիրելը վատ բան չէ, բայց վարչապետի պաշտոնում գումար սիրելը դա այդքան էլ լավ բան չէ, որովհետև երբ որ գումար ես սիրում, դու արդեն սիրում ես այն կյանքը, որին որ դու կլինես հետո։ Այսինքն մենք տեսնում ենք, ով գալիս նստում աթոռին ինչա կատարվում իր հետ, դառնում են չկառավարվող մարդ և գումարը կլանում է իրանց, նույնն էլ, եթե մարդը արդեն իսկ ծնված է այդպես, որ ես պետք է գումար ունենամ և վերջ, դե թող գնա գումար օրինակ վաստակի բիզնես անի։
Այստեղ վախերը շատ են։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ, բացի այն, որ իր տարիքը տենց է, իր մոտ վախերը բավականին շատ են։ Եվ ինքն էլ է էմոցիոնալ, ինչպես որ Հայկ Մարությանը, տեսակ Հայկ Մարությանը դուրս գալուց հետո ինչպես էմոցիոնալ դուրս եկավ, եւ ինչպես էմոցիոնալ հետո իրեն պահեց, այսինքն հատուկ մի հատ հանեց տեսանյութ, վիդեո, հատուկ մի հատ ինչ որ, չգիտեմ, դա ինչ են ասում, կատակերգություն են ասում, ինչ են ասում, բեմում դուրս եկավ եւ այդ իր ներսի կուտակվածը դուրս հանեց։ Նույնն էլ այս մարդն է, նույնն էլ այս մարդն է լինելու ընտրությունների ժամանակ, ընտրություններից հետո։ Ես տեսնում եմ իրան մեկ-մեկ ինքը այդպես խոսում է, հենց այդպես, ինչպես որ ինքը լինելու է հետո Հայկ Մարությանի նման։ Դե այստեղ չգիտեմ։ Լևոն Զուրաբյան։ Իսկ ո՞ս սխալ մարդկանց եմ նայում։ Ուրեմն նայում ենք լավ Լևոն Զուրաբյանին, այնտեղ գրված է, ամենայն դեպս ինձ թվում է կան։ Եթե գրված է, ուրեմն կա, այստեղ Հայ ազգային կոնգրեսն է կարծես թե ներկայացնում։ Իդեպ նշեմ, Հարմարավետության գոտին իր մոտ կամ լավ է կամ վատ, իր կյանքում միշտ այդպես է։ Եվս էլի նշեմ, որ Հայկ Մարությանի եւ վերջին նշածս Արման Թաթոյան, կարծես թե իր հետ կապված է նույն կերպ ինքը կարձագանքի յուրաքանչյուր բաների։ Եվ ինքը այս պահին 62 տարեկան է, ընդամենը մնացել է կես տարի, արդեն իսկ 62 է, մարտին է ծնվել։ Դե բազմաթիվ փորձություններ են իր մոտ գալու, դե եթե կկարողանա հաղթահարել։ Իր մոտ փորձությունները այսպես թե այնպես գալու են, որովհետև իր հարմարավետության գոտին էլ է այդպես, այսինքն մարդու կյանքում մեկ լավ է, մեկ վատ է։ Ինքը պետքա ոսկե միջինը միշտ ընտրի։ Ընտրելով վարչապետը դա ընտրում է խախտում, իր հարմարավետության գոտում։ Եվ այստեղ նաև այստեղ կա մի փոքր դժվար իրավիճակներ կան հիմա, եւ դժվար իրավիճակներից պետք է կարողանա դուրս գալ։ Նա պետք է ավելի քաջ լինի, որ կարողանա դուրս գալ այդ տեղից, այդ որտեղ որ կհայտնվի ինքը։ Եվ այստեղ ճգնաժամը կկարողանա հաղթահարել, բայց մենք ընդամենը ունենք այստեղ կես ամիս, եւս պետք է նայել, այստեղ հաջորդ փուլը էլի նորից վարչապետի փուլն է։ Էլի իր փուլն է, էլի կորցնել։ Այնպես որ այստեղ մարդիկ ընտրվում են, բայց հետո իրենց մոտ խնդիր է առաջանում։ Միգուցե հետո իրոք պետք է ընտրություն կատարեն, ուր են եկել եւ ինչու են մտել այստեղ։ Իրոք յուրաքանչյուր մեկը որ այստեղ ընտրվի, եթե հաջորդ տարի լիներ ընտրությունները, այս մարդիկ հաստատ չէին դնի տեխնացությունը։ Կամ իրոք շատ մեծ ընտրության առջև կանգնած կլինեին եւ այդպես կորոշեին ընտրեին սա, կամ բացարձակապես չէին դնի տեխնացությունը։ Այն ինչը որ կատարվելու է 6 ամիս հետո, ինչ որ մեկի մոտ մի տարի հետո, դե տեսնում ենք ոնց որ նույն ճակատագրերով մարդիկ են, ովքեր որ որոշել են, որ տեխնացություն դնեն։ Մենք հասանք Սամվել Կարապետյանին։ Ուրեմն այստեղ Սամվել Կարապետյան, հիմա ես գրանցեմ։ Մինչև սկսելս եւս ասեմ, որ իր մոտ էլ եւս ունենք այդ վախերը, պլյուս նրան, որ վերաբերմունքը լինում է Հայկ Մարությանի նման, ես տեսել եմ, մենք բոլորս ենք տեսել այդ վերաբերմունքը, ինչ եղավ հետո։ Այստեղ դե հարմարավետության գոտին այդքան էլ վատ չէ, բայց վախերը համենայն դեպս կան։ Հարմարավետության գոտին հենց իր հետաքրքիր է։ Ուրեմն նայում ենք տարին։ Ուրեմն ինքը լինում է 61 տարեկան հեսա օգոստոսին, այսինքն ընտրություններից 2 օր հետո։ Բազմաթիվ փորձություններ են, տեսնում ենք, որ փորձությունների մեջ ընկավ ինքը։
Դե ինչպես որ ասում են, բավարար կլինի իր տոկունությունը այս ամբողջը հաղթահարելու համար եւ դժվար իրավիճակից դուրս գալու համար, տեսանք դժվար իրավիճակը մտնել քաղաքականության մեջ, չգիտեմ ինչու այդպես ստացվեց, հա, որ ինքը մտավ քաղաքականության մեջ, սկսվեց ամեն ինչը եկեղեցականից։ Ուրեմն դե քաջակ նորմալ է։ Բայց այստեղ ես ուզում եմ տեսնել ինքը ճիշտ է ապրում, թե ոչ, որտեղ այս պահին մենք գիտենք, չէ, որ ինքը բերդում է, եթե դեռ այնտեղ է։ Դա այստեղ չեմ տեսնում, որ ինքը բացասական է ապրում, եթե բացասական ապրեր, ուրեմն սրտի եւ նյարդերի հետ կապված խնդիրներ, չգիտեմ, վատացել է այնտեղ թե ոչ, դա պետք է նայենք, բայց այստեղ մի բան է բացասական ապրում, հոգեվոր կամ բարոյական թուլություն է։ Սա այն պահն է, երբ որ հոգևորը դուրս եկավ քաղաքականություն եւ ինքը հոգևորի կողմ անցավ, դա հոգևոր մոտեցում չէ, հա, այսինքն մարդը հոգևորին չի գնում, արդեն գնում է ըստ քաղաքականությունը։ Բաներ կան, հա, որ ըստ իմ տեսնելու, այսինքն ինքը որտեղ այս պահին գտնվում, բացասական չի ապրում։ Երբ որ ինքը նստած է օրինակ այնտեղ բերդում եւ որոշում է զբաղվել քաղաքականությամբ, դա նշանակում է ինչ-որ մի բան իրան չի կոտրել, հա, երբ որ ինքը նստել է։ Այս պահին բացասական չի ապրում նա, բայց ընդհանրապես այս էսա ավարտվում է իր մոտ։ Եվ մենք տեսնենք 61-ից 62 կես տարիքը ինչպես է լինում։ Լավ է լինում իր մոտ, նոր երազանքներ, նոր պլաններ, թեկուզ եթե քաղաքականության մեջ ես արդեն լուրջ կասկածներ ունեմ եւ կասկածներս կարող եմ բարձրաձայնել, որ եթե միանում են այս երեքը իրար, ապա հավանականությունը մեծ է, որ հաղթեն։ Մնացածը թողնում եմ ձեզ, մնացածը թողնում եմ մարդկանց, ովքեր որ ցանկանում են, ես նայելով իրենցը, տեսնում եմ, որ հավանականությունը մեծ է, որ երեքով միանան եւ անցնեն։ 61-ից 62.5 տարին էլի լավ է, բայց դրանից հետո միգուցե արդեն սկսում է փոշմանել, որովհետեւ սկսել է կորցնել։ Գիտեք, կորուստը նաև ուզում եմ նշել բոլորի մասին, ում որ ասեցի կորուստը հենց նայեք, տեսեք, բաժանումը կարող է լինել, մահը կարող է լինել, նաև ընտրությունը, հա, ընտրությունը մարդը բաժանվում է ինչ-որ բանից, հեռանում է ինչ-որ մի բան, ինչ-որ մի բան իր կյանքից հանում է։ Այսինքն, երբ որ գա իր մոտ 62.5-ն ու 63.5-ը, այդ տարիների ընթացքում, նա իրոք պետք է արդեն ընտրություն անի։ Մնում է քաղաքականության մեջ, թե պետք է գնա զբաղվի իր գործերով։ Այդ ժամանակ հաստատ ընտրություն պետք է անի։ Եվ նշեմ, որ պետք է ամբողջ գումարը, այստեղ հա գրված է այստեղ 3-8 միլիարդ, այդքանով պետք է մտնի, այդքանով պետք է դուրս գա քաղաքականություն։ Այդքանից ավել չպետք է դուրս գա, ինքը ամենաառաջինը։ Ես սկսում եմ կասկածել այս երեքին, հա, որ իրենք կարող են միանալ։ Ժամանակի ընթացքում կփոշմանեն, ժամանակի ընթացքում կընտրեն ինչ-որ բաներ, բայց եթե նայենք ինքը 61-ում ընտրվում է, եթե 64-ում արդեն դեռևս էլի իր համար լավ է։ Ես հակված եմ դրան։ Հակված եմ, եթե օրինակ այս պահին Նիկոլը ընտրեց, մենք տեսնում ենք, որ ընտրեց քաղաքականությունը, այստեղ կամ Նիկոլն է, կամ այդ երեքը միասին։ Եվ տեսնենք, այստեղ չկա այլ վերջին չկա։ Բայց ես հիմա փնտրեմ, որովհետև ես գիտեմ, որ կա նաև Գուրգեն։ Ես իրանը նայել եմ ժամանակին, ասել եմ, որ ինքը բավականին թույլ է ղեկավարելու համար, բայց հիմա եւս ուզում եմ նայել այս շրջանը իր մոտ ինչպես է։ Այստեղ կա բոլորին դեմ եմ, բայց չկա անունը, չգիտեմ ինչու գրված չի։ Այստեղ մի լավ խոսք կա, ինչպես Հայաստանի Հանրապետությունն է ընդհանուր առմամբ առաջ գնում ամեն ինչով։ Նույնն էլ այսպես առաջ է գնում այս գրառումով։ Կոնկրետ Հայաստանի Հանրապետության վարչապետների տեխնացուների էջ եմ մտել, այսինքն տեխնացուների էջ չէ,
Վիկիպեդիա եմ մտել, որտեղ որ նշվում է Հայաստանի Հանրապետությունում ինչ է կատարվում։ Դուրս է գալիս, եթե ինչ-որ մարդկանց բաց են թողել այստեղ, կամ ինչ-որ բան կա, որ մտնում ես չես կարողանում բայց տեսնել այդ էջը, դա նշանակում է թյուրիմացություն է սա, հա, սա աշխատանք չէ։ Սա արդեն երևում է։ Ամենագլխավոր էջում մտնում ես, էջը չկա։ Ահա, ես գտա այն ցանկը, որը ինձ Facebook-ում էին ուղարկել, ուրեմն այստեղ գնայեմ նաև ով է Վարդան Ղուկասյանին։ Հուսով եմ ճիշտ եմ գտել, Վարդան Ղուկասյան ծնվել է ապրիլի 25-ին 1977 թվականի։ Եվ տեսնենք իր ընդհանուրը, դե իր ընդհանուրը իր հետ չի համապատասխանում։ Այնինչ որ կա նա ուրիշ ձև պետք է ապրեր, ընդհանուր առմամբ ինքը ուրիշ ձև ապրում։ Ուրեմն 77 թվականը դա։ Ուրեմն այստեղ իր մոտ հեսա ավարտվում է իր փուլը, մի փուլը եւ մտնում է նոր փուլ 49-ից 51 տարեկան է։ Այստեղ նշանակում է, որ ամեն ինչ իր տեղում է, նա ունի ամուր ընտանիք, չգիտեմ ընտանիք ունի թե չէ, հավատարիմ ընկերներ եւ սիրելի աշխատանք, չգիտեմ դա այդպես է թե ոչ։ Այսինքն հետո է դա լինելու, հետո, այսինքն 49-ից ապրիլից սկսված մինչև 51-ի վերջը։ Չնայած 49 նոր է, ինքը դեռ, այո, 49 նոր է մտնում, այնպես որ դեռ շարունակվում է սա իր համար։ Դե ավելի շատ ինձ թվում է հանգստացած կլինի, եթե ոչ, ապա ուրեմն սխալ է ապրում, որովհետև հիմա այս ժամանակահատվածում նա պետք է բավականին հանգիստ լինի, ավելորդ ոչ մի արտահայտություններ եւ ոչ մի խոսքեր պետք է չլինի, պետք է ամեն ինչը չափավոր լինի իր մոտ, եւ այստեղ մենք տեսնում ենք, որ ինքը հստակ բացասական է ապրում։ Մարդը չի հարգում ընտանեկան ավանդույթները, չգիտեմ դա, ինչպես է թե ոչ, ընտանեկան հարաբերությունները խզված են, դա եւս չգիտեմ։ Ամուսնալուծված միայնակություն, պատահական հարաբերություններ այստեղ այնտեղ կապված է հանցավոր գործունեության մութ անցյալի հետ, հնարավոր է ազատազրկում, մենք արդեն այսքան այրիքա որ հասկանանք, որ բացասական են ապրում։ Եվ իր կյանքում բացասական փոփոխություններ են միայն տեղի ունենալու 49 տարեկանից մինչև 56 տարեկանը։ Էթիկայի նորմերը միշտ խախտում է, ինքը հակառակ է ապրում, հակառակ է հիմա բացասական է ապրում եւ բացասական ապրելով իր կյանքում բերում է դժոխային իրավիճակով, որտեղ մարդը երբ որ իրեն սահմանված պահերով չի ապրում, ինչքան դրական բան կա իր մոտ չի գալիս, իր մոտ գալիս է այն ինչ որ բացասական է իր մոտ։ Լավ կլինի, որ ուղղակի ինքը ձեռները քաշի այս գործից, որովհետեւ այս աշխատանքը իր համար չի։ Բացարձակապես իր համար չի եւ իր ծնված ամսաթվի հետ կապված եւ իր հարմարավետության գոտու, այսինքն մարդը այդպես է սովոր ապրելու։ Դա իրանը չի։ Նա անգամ ինքը խախտում է իր ծնված ժամանակահատվածի բոլոր նորմերը, բոլոր։ Նա ուրիշ կերպ պետք է ապրեր, բայց հիմա ինքը ուրիշ կերպ է ապրում եւ այս աշխատանքը իր համար չէ։ Եվ ես չեմ ուզում շարունակել, որովհետեւ բացասական է նա ապրում։ Բացասական ապրելը արդեն իսկ բավական է, որ իր մոտ յուրաքանչյուր իմ բերանից դուրս եկած դրական բան իր մոտ չստացվի։ Այդպես է։ Մարդը պետք է դրական ապրի։ Եվ ավելի լավ է ինքը ավելի հանգիստ ապրի, գնա իր համար առանձին ապրի, որովհետև 51-ից 52.5 տարիքում արդեն գալիս է իր մոտ հանգիստ շրջան։ Հանգիստ ուղղակի ինքը ապրել եւ վայելի իր կյանքը։ Ավելի լավ է այդպես, քան ինքը բացասի, եթե մինչև այդ դրական չապրի, սա բացասական է լինելու, այսինքն չի գալու հանգիստ շրջան։ Չի վայելելու ինքը, որտեղ ինքը բացասական է ապրում եւ ինքը չի տեսնում այդ լավ պահերը։ Նա ավելի լավ կլինի, որ ինքը իր կյանքը վերանայի։ Եվ այդ ժամանակ խնդիրները կմնան հետևում։ Ինձ թվում է այս շրջանում ինքը պետքա նախ առաջինը հոգեորապես զարգանա, առաջ գնա, որովհետեւ այն կերպարը, որ ինքն է հիմա ընտրել եւ ելույթ ունենում, այդ կերպարը եւ խախտում էլ եմ ասում իր ծնված նորմերը եւ իր
այսնեք 49-ից 51 տարեկան ինքը արդեն ազատազրկվել է, ինքը արդեն դատապարտվել է, ինքը արդեն դե հիմա չգիտեմ կախված է այդ ազատազրկումը ինչպես կարելի է նայել, բայց ամենայն դեպս ինչ որ բաներ այստեղ կա։ Նայեք, անգամ դա էլ է այստեղ կա, ընդհանուր ընդունված էթիկայի եւ բարոյականության շղթում։ Բարոյական չի խոսել կնոջ մասերից, մարմնի մասերից, բարոյական չի դա։ Եվ ես չեմ էլ ուզում շարունակել, բացարձակապես, ես եւ իմ կարծիքը կարող ասել, եւ իր կյանքի կարծիքը, մինչեւ 51 տարեկան ինքը դեռ խոսելու է այդ մասին։ Դուք պատկերացնում եք, եթե ինչ-որ մեկը խոսում է կնոջ բարեմասնության մասին, ինքը նստի ղեկավար, ինչքան կանայք կան։ Ես չեմ ուզում շարունակել։ Ես իր մասին չեմ խոսում, ով ուզում է խոսել, շարունակություն թողնում եմ ձեզ։ Նա բացասական է ապրում, բացասական։ Եվ դժվար անձնավորություն է, դժվար լեզու գտնել։ Զայրացած է հասարակության նկատմամբ։ Եթե հասարակությունը իրեն չընտրի կամ իրեն չլսի, ես չեմ պատկերացնում ինչ կարող է լինել։ Զայրացած է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ։ Մենք տեսնում ենք ինքը 100% անգամ 99, չէ, 100% ապրում է բացասական։ Եվ իր բացասականով, էլ եմ ասում, խախտում է իր կյանքը։ Ես կսպասեմ իր 60 տարեկանին, թե ինքը ինչպես անցնելու 60 տարեկանի շեմը, եթե անցնի։ Ուրեմն այստեղ ունենք մենք Նինա Կարապետյանց, բայց ես չեմ գտնում իր տվյալները, ես ժամանակ չեմ վատնի նման մարդկանց վրա, ովքեր որ անգամ իրենց տվյալները չունեն, ես անցած անգամ էլ եմ նայելուց էլի ասել, որ երբ որ մարդը մտնում է վարչական կազմ, եթե ցանկանում է մտնել քաղաքականություն եւ ցանկանում է դառնալ վարչապետ, ամենաառաջինը պետք է լինի իր կենսագրությունը եւ ես իր կենսագրությունը այստեղ չեմ գտնում։ Եվ ես նայելով իրան չեմ պարզի չի կարող ղեկավարել։ Ուրեմն ես պետք է մտնեմ իր Facebook, հիմա Facebook-ից տեսնեմ ինքը քանի տարեկան է, երբ է ծնվել։ Ուր է իր տեղեկատվությունը։ Ինքը տեղեկատվություն չունի բացարձակապես։ Մամա ջան։ Չեմ նայում ես իրան։ Դա հարգալից վերաբերմունք չի հայերի նկատմամբ, հարգալից վերաբերմունք չի քաղաքացիների նկատմամբ, որ ցանկանում է իրեն ընտրեն։ Ես օրինակ որ չգիտեմ ինքը քանի տարեկան է, ինքը ինչով է զբաղվել, որ դպրոցն է ավարտել, ինչ է արել ընդհանրապես իր կյանքում, ուր է սովորել, ինչ է արել։ Ես ո՞նց կարող եմ նման մարդու ընտրել։ Եթե դուք ուզում եք ընտրել, գնացեք ընտրեք։ Ես խոսելու ցանկություն չունեմ, ժամանակս չեմ ցանկանում իր վրա վատնել։ Հաջորդը դա Արտուր Վանեցյանն է, հուսով եմ կգտնեմ տվյալները։ Գտամ, հարմարավետության գոտին եւս տղամարդկային էներգիա է, ես անցած անգամ եմ ասել իր մասին խոսելուց, երբ որ քաղաքապետի կարծեմ ընտրություններ էր, ոնց որ թե այդ ժամանակ էլ էր մասնակցում։ Ոնց որ, ամենայն դեպս իր մասին խոսել եմ։ Այստեղ եւս էլի արձագանքը բավականին ուժեղ է լինում, երբ որ ինչ-որ մի բան այնպես չէ։ Դա Մարսի էներգիան է, հասկանում եք, իսկ Մարսը այդպես է, ոնց որ վերջում պետքա ցույց տա իրան, ինչ է ինքը ներկայացնում իրենից։ Նայելով իր թվերը, բավականին հետաքրքիր ժամանակաշրջան է գալիս իր համար, շատ լավ ժամանակաշրջան է, ուղղակի ես չգիտեմ դրական է ապրում, նա թե բացասական է ապրում։ Այս պահին իր մոտ 46, ինքը 46 տարեկան է, դեռ 46 է, դեռ նոր է 46-ը մտել, մի քանի ամիս է, 46-ից 47.5 տարիները շատ լավ ժամանակ է իր համար, շատ փոփոխությունների շրջան է, այնպես որ հավանականությունը մեծ է, եթե կամ կմիանա ուրիշին կամ եթե չի միանա, չգիտեմ, ամենայն դեպս շատ երկար ժամանակաշրջան այդտեղ եւ դրական փոփոխություններ են իր կյանքում, այս մեկը փորձությունների շրջան է, բայց եւս կկարողանա հաղթահարել, իր մոտ հավանականությունը մեծ է ընտրվելու, որովհետեւ իր մոտ գալիս է շատ լավ շրջան, շատ լավ ժամանակահատված է իր կյանքում, եթե ինքը թեկուզ քաղաքականության մեջ է չհաղթահարի, ինչ որ բաներ չհաղթի, ապա եւս կկարողանա իր կյանքը ավելի լավ դասավորել։ Իր մոտ շատ լավ շրջաններ են գալիս, շատ լավ։ Այնպես որ եթե գտնում եք, որ կկարողանա կառավարել, գիտեք, արձագանքը
նման մարդկանց իր Հայկ Մարությանի այն մի տղամարդու այնտեղ եւս էլի մարդիկ կային իրենց արձագանքը ուրիշ կերպ է լինում Մարսը դա ոնց որ պատկերացրեք ով որ ճանաչում է շրջապատում ունի խոյ տղամարդ ծանոթ ապա պետք է հասկանալ որ ինքը բավականին իմպուլսիվ է եւ հետո բավականին շատ կոպիտ է արտահայտվում կոպիտ է արձագանքում յուրաքանչյուր բանի եւ նման մարդը ընտրվելով վարչապետ ինքը պետք է հետադարձ որ ասում է Ալիևը ասեց հա դե այս հողը մերն է այսենց մեծ արձագանքը բուրըն կարող է լինել եւ մտնի նաեւ մարտական գործողությունների մեջ։ Մնացածը թողնում եմ ձեզ, հա, ես իրենց բնավորությունները ասում եմ ինչեր են անելու հետո։ Իր կյանքում լավ պահեր են գալիս։ Եթե ինքը կարողանա ճիշտ դրսևորել այդ իր ծնված թիվը, 9 թիվը, ապա ինքը կկարողանա ճիշտ կառավարել։ Ճիշտ, այստեղ եւս, հա, ինքը ֆինանսական կարմա ունի բավականին շատ։ Ինչ որ մի բան այնպես չի անում, ֆինանսները անմիջապես թուլանում են։ Դրա համար իր կյանքում պետք է ինքը դրական ապրի եւ այս ագրեսիան, որը որ իր մեջ կա։ Եվ գիտեք ոնց է, օրինակ ոնց է Նիկոլը ինչ որ պահերա չէ գալիս, որ արձագանքում է մի տեսակ ագրեսիվ։ Մի տեսակ ոնց որ նայում եք ասում եք վարչապետի արարք չի։ Այդպես չպետք է արձագանքի թեկուզ մի հոգու բարի եւ այդպես բուրըն բոլորը իմանան այդ մասին։ Ասեմ որ այն մարդիկ ովքեր որ 9-ն են, իրանք էլ են այդպես։ Կոպիտ վերաբերմունք է։ Գիտեք նաեւ ինքը ունի իր մեջ, այստեղ եթե նայենք այս երկու թվերը, ունի իր մեջ կոպիտ վերաբերվելու թեկուզ կողքի աշխատողներին, ասեմ, ունի այդ վերաբերմունքը։ Կկարողանա որտեւ ինքը չի ընդունի, օրինակ Նիկոլը մի քիչ այնտեղ ավելի նուրբ է ինչ որ հարցերում խելոք է, սա խելոք չի։ Սա ուրիշ կերպ արձագանքում, այսինքն շրջապատի մարդկանց եւս կսկսի ուրիշ կերպ արձագանքել։ Ընտրությունը ձերն է։ Ընտրությունը եւս էլի թողնում եմ ձեզ, միմիայն ձեզ։ Ես ասում եմ մարդկանց մասին, ասում եմ ինչպիսին են իրանք, այսինքն երբ որ մարդու կյանքում գալիս է լավ շրջան, ապա ինքը հասնում է իր ուզածին, անում է այն։ Է կարող է ինքը նստի, լինի կառավարությունում, չի բացառվում։ Թե հիմա վարչապետ կլինի, թե ինչ, հավանականությունը մեծ է, որ ինքը կնստի կառավարությունում։ Մենք այդ ժամանակը կտեսնենք, որտեղ երբ որ մարդու կյանքում մի քանի շրջան գալիս է լավ պահեր, ապա այդ մարդու կյանքում իրոք լավ պահերը դա իր ուզածն է։ Իր ուզածին հասնելն է, իր ուզած ձևով ապրելն է։ Եվ եթե ինքը դրական ապրի, ապա ճիշտ է ապրում եւ գնում է դեպի դա։ Ես իր մասին շատ բան չգիտեմ, դա համար չեմ կարող ասել ինքը դրական է ապրում հիմա թե բացասական, բայց որ ունի պոտենցիալ նաև այնտեղ նստելու հավանականությունը շատ մեծ է։ Հաջորդը Նայիրի Սարգսյանն է, ես հուսով եմ ճիշտ եմ նայում Նայիրի Սարգսյանին։ Այո, կարծես թե ինքն է, այստեղ ներկայումս Հայաստանը ես եմ, կարծես կուսակցություն ունի։ Դե մի տեսակ լիրիկական մարդ է, այդպես իր մոտ կկարողանա ինքը ավելի շատ զբաղվի բիզնեսով, ավելի շատ քան քաղաքականությամբ։ Ավելի շատ այդպես է ինքը լիրիկա է իր մոտ ամեն ինչը։ Եվ տեսնենք այստեղ ինչ է սպասվում իրեն, հա, հաջորդ տարիները։ Ինձ թվում է ես չեմ կարող բոլորին նայել, ընդհանրապես ճիշտ է, մի քանիսը մնացին, բայց եթե կցանկանաք, լսեք, կարող եք նաև արագացնել ձեր ուզած մարդուն լսել, եթե ինչ-որ մեկի մեջ կասկածում եք, կարող եք միայն իրանը լսել։ Ուղղակի բավականին երիտասարդ է եւ 39-ից 41 տարեկան է, հիմա հենց ոնց որ իր այդ լիրիկայի ժամանակաշրջանն է, ոնց որ շարժման մեջ է մտնում, կյանքը մտնում այդպես, ինչ որ շարժուն իրավիճակները։ Դե փոփոխություններ կլինեն, նոր մարդկանց կմիանա, ինչ որ մարդկանց կկորցնի, հնարավոր է պաշտոն առաջարկեն, ուրեմն սա ինչ որ մեկի մարդն է։ Ինչ որ մեկն է իրան առաջարկել, արի հետո կարող եմ միանալ ինչ որ մեկի հետ։ Ես հենց հիմա կարող եմ դա ասել, որտեղ հիմա է ընտրությունների շրջանը եւ հիմա է այն լինելու, այն ինչ որ կա։ Առաջարկել են իրան, այնտեղ եւս մեկը կար, որին որ առաջարկել էին այնտեղ այն փողասեր մարդուն, սա էլ է փողասերի դեպ ասեմ, առաջարկել են եւ
Առաջարկությունը նաև որ օրինակ միանան իրար ինչ-որ մարդկանց հետ, չգիտեմ ում է միանալու հետո, այս կուսակցությունը, որտեվ ինքը բավականին դեմքից է երևում, որ շատ համեստ խելոք մարդ է եւ ուղակի ձայնի համար է սա։ Ձայնի համար այս կուսակցությունը միգուցե նոր է բացվել եւ այս կուսակցությունը կմիանա ինչ-որ մեկին։ Այստեղ որովհետեւ մի բանը իր մոտ վերջանում է աշխատանքային ինչ-որ փուլ եւ հիմա նոր աշխատանքային փուլ է սկսվում եւ այդ հնարավոր պաշտոնը, որը առաջարկել են իրան կամ այդ աշխատանքը, դա միացումն է ինչ-որ մեկին։ Դե ինչ-որ ձայներ կարող են հավաքել, միանան իրար։ Այստեղ ես տեսնում եմ մի քանի կուսակցություններ, որոնք իրար են միանալու ընտրություններից հետո։ Միգուցե իրենց ցանկությամբ, հա, կամ այսպես առաջարկել են, որպեսզի գնան, այսպես կմիանան իրար, կամ դե առանձին այստեղ չկա, մի քանի կուսակցություններ միանալու են իրար։ Առանձին ինչ-որ մի հստակ կուսակցություն այնտեղ չի նստելու, որ իշխի։ Եթե այդպես լինի, միայն կլինի ներկայիս վարչապետը։ Դա ոչ ժողովրդի կամքով։ Կնայենք Գուրգեն Սիմոնյանին, Գուրգեն Սիմոնյանն էլ եկվորյակա, ինչպես որ նաև Վարդան Ղուկասյանը, իրանք նույն ընդհանրապես եկվորյակները շատ իրար նման են, նույն կերպարն է դա։ 1 ժամ է արդեն խոսում եմ, բավականին երկար է իրենց համար սա։ Չնայած մեր Հայաստանի համար եմ խոսում, բայց ամենայն դեպս, հա, բավականին երկար է։ Իրենց կյանքն է նաև այստեղ քննարկվում։ Ես իր մասին էլի եմ ասել, էլի կասեմ, ինքը բավականին փափուկ է։ Քաղաքականության հետ կապված ամեն ինչը լիարժեք գիտի, այդ քաղաքական գործունեության մասին ամեն ինչը շատ լավ գիտի, այսինքն կրթությունն է դա խոսում, բայց նախ ինքը թող ավելի լավ է բիզնեսով զբաղվի, որտեղ բիզնեսն է Իրանը, բացի դա էլ այստեղ շատ փափուկ է, շատ փափուկ է եւ անհնարին է իրեն երկար լսել։ Իրան ինչպես որ Հայկ Մարությանին այնտեղ չեն դնում, իրան էլ չեն դնի։ Որտեւ ինքը չի կարող հստակ կառավարել դիմացին, որ ասի սա արեք, հա, այդպես անհնարին է։ Ծնված ուրեմն մայիսի 30-ին դեռ նոր այստեղ կլինի 41 տարեկան։ Մենք նայում ենք 41-ը, որովհետև այսպես թե այնպես 41 է լինելու, երբ որ կլինի ընտրությունները։ Մարտահրավերներ իրոք այստեղ կարող է վերականգնել իր արժեքները, բայց այստեղ կարող է նաև փոխել իր աշխարհայացքը, կարող է հայացքները ընդհանրապես փոխել դեպի վատը։ Կախված է թե ինքը ինչպես է ապրում այս պահին, բայց ես էլ եմ ասում, ինչ կյանքով է որ նա ապրի, նա իր էությամբ բավականին փափուկ է։ Ոչ թե թույլ է, այլ փափուկ է։ Շատ։ Այսինքն ոչ թե խոսքը կասի այնպես որ դիմացինը կատարի, այլ խոսքը կասի ոնց որ քիչ-մը խնդրանքի տեսքով, հա, այսպես ոնց որ ինչ որ մի ձևով դե արա, այսպես։ Եվ դժվար իրեն լսեն, դժվար։ Հա, շատ լավ քաղաքական ինքը կարող է լինել օրինակ որպես վարչապետի քաղաքական կողմը ապահովող, հա, այսինքն ինչ որ խորհուրդներ տա, այդ քաղաքական ճիշտ մոտեցումը, հա, ոնց պետք է անել, այ դա կարող է անել։ Օրինակ, ինչ որ վարչապետին կից լինի եւ իրան օգնի։ Բայց ինքը հստակ վարչապետ, որ կառավարի ինչ որ մի բանը, գիտեք, հա, մի կողմից ինքը մի տեսակ Հայաստանին այսպես կընդունի որպես իրան դե այդպես ինչ որ կին, ինչպես մայր, հա, այսպես լավ կկառավարի, հա, քաղաքապետ կարող է շատ լավ լինել, Հայաստանը կդարձնի հիանալի, կծաղկացնի, Հայաստանը շատ կգեղեցկացնի, ամեն ինչը լավ կսարքի Հայաստանում, բայց վարչապետ, որ իրան լսեն ինչ որ մի բան անեն, դա կարող է չկարողանա։ Հա, իր մոտ այդ բահերը թույլ են բավականին։ Ինքը կարող է իրոք ինչ որ մի բան շատ այդպես հավեսով անի։ Եվ որպես քաղաքական գործիչ, այդպես, հա, որպես քաղաքի ղեկավար, հա, ոչ թե երկրի, հա, ինչ որ թեկուզ մի քաղաքում ինքը քաղաքապետ լինի, այդ դեպքում եւս էլի կկարողանա այնտեղ շատ այնպես
այնպես կվերաբերվի այդ քաղաքին, որ գաղը մարդիկ ափսոսան, նաև թուղթ գցեն գետնին։ Բայց թե կառավարելու հարցում դա արդեն գիտեք հիմա ինչ է կատարվում եւ ովքեր են այնտեղ նստած եւ մի քիչ դրանց կառավարելը պետք է իրոք հզոր մարդ, որ ձեռը խփի սեղանին, ուրիշ ոչ ոք։ Իսկ ինքը թույլ է, թույլ չի, փափուկ է։ Թույլը Նիկոլն է, փափուկ է ինքը շատ։ Նիկոլն էլ թույլ է, որովհետև սխալ է ապրում, որտեղ բացասական է ապրում։ Այն ծննդյան օրը, որ ինքն է ծնվել, ինքը ուրիշ կերպ պետք է լիներ։ Ընդհանրապես հա մեկերը առաջնորդի դերում են լինում, բայց կարողանում են մարդկանց տանել իրանց հետևից, բայց չեն կարողանում ղեկավարեն։ Իսկ թույլ լինելը այն է, որ ինքը սկսեց բացասական ապրել։ Այն ժամանակահատվածում, եթե ինքը ընտրվեց վարչապետ, օրինակ Գուրգեն Սիմոնյանը, իրեն շփոթեցնելու են, իրան, չգիտեմ, տեղը չի գտնելու, իրանը չի։ Իրոք եմ ասում, ինքը կարող է կողքից լինել ինչ-որ խորհրդատու եւ շատ ճիշտ խորհուրդներ կտա քաղաքական առումով, որտեվ կրթությունն է դա ասում, մարդը պետք է նաեւ այդպես կրթված լինի։ Հաջորդը դա Վահան Բաբայանն է, գիտեք հետաքրքիր է որն է, որ Վիկիպեդիան չի նշել այս մարդկանց, այսինքն պետք է ինչ-որ միտեղից գտնես այս մարդկանց, որպեսզի կարողանաս հասկանաս ինքը ով է։ Մատերիցդ պետք է հոտ քաշես, մինչև այն ժամանակ թե ով է լինելու, ով ում ձայնը տաս, ում մասին կարող ես հետաքրքրվել։ 1970 թվական, հուսով եմ ճիշտ եմ գտել, մի փոքր հիմա ոնց որ թե ավելի ճաղատացել է այս դիմացի մասը, այստեղ կարծես թե խոսում է եւ հավանական է ինքն է ճիշտ եմ գտել։ Դե չի գրված իր մասին շատ բաներ, ազգային ժողովի նախկին падգամավոր, հա, անգամ։ Ուրեմն ինքը Չին բոլորը գումարի մեռած, գումարի համար ոչ ոքին դեռ չտեսա, մեզ պետք է ամսի 4-ին օրինակ ծնված։ Ամսի 4-ին ծնվածը գոնե ինչ-որ չափով կհասկանաս, որ տղամարդկություն ունի մեջը։ Ես չտեսա ամսի 4-ին ծնված դեռևս, հա, այստեղ ոչ ոքին չտեսա։ Ում տեսնում եմ ես ավելի շատ գումար, իրենք ավելի պետք է գնան քաղաքականության միջոցով են ուզում գումար վաստակեն, բայց իրանց ուրիշ է, իրենք պետք է գնան բիզնես վարեն, ոչ թե քաղաքական դաշտ մտնեն։ Այստեղ ամեն ինչը, անգամ ֆինանսների վերջնական գործողությանը հասնելու համար մանիպուլյացիա կարող է անել, հասկանում եք, այն պահը, որ արդեն եթե չտաս գումարը, սենց կարա լինի, այսինքն որ պահեր կան, չէ, դե չեմ ասում ես կոնկրետ այնց ասում, բայց ուզում ասեմ, այդ պահերը որ կան, այդ պահին արդեն դիմում է իր մանիպուլյատիվ այդ պահերին։ Բայց ամենայն դեպս ֆինանսներն է իր մոտ, այնքան ավելի լավ կլինի զբաղվի բիզնեսով, քան զբաղվի քաղաքականությամբ։ Ճիշտ է, ես չեմ նայել դեռ, ես չգիտեմ իրանց քարտեզը, լավ կլիներ, որ քարտեզով նայ, այդ ժամանակ արդեն հասկանալի կլիներ։ Այստեղ նոյեմբերը դեռ չի լրացել իր 46 տարեկ, հա, 46, հա, նայում եմ ինձ այնց մի տարի մեջ է, բայց ուզում հասկանալ, դեռ չի լրացել, նոր է լրանալու, այս ժամանակը շատ լավ է իր համար։ Այս շրջանը շատ լավ է ընտրություններին մասնակցելու, այս պահերը, այսպես իրան, հա, ավելի հետաքրքրում է։ Հետո այստեղ եթե իր մասին ես օրինակ չեմ տեսել իրեն երբեք, ես չեմ տեսել, որ ինքը ինչ-որ միտեղ ելույթ ունենա, միգուցե ուշադրություն չեմ դարձրել կամ չեմ էլ մտածել, որ ուզում է վարչապետ դառնա, որովհետև ես չեմ լսում այն մարդկանց, ովքեր որ փնովում են մյուսին իրանց տեղը պնդասնելու համար։ Ես էլի եմ ասել եւ էլի կասեմ, ես չեմ ընդունում այն մարդկանց, որպես վարչապետ, որպես երկրի ղեկավար, ովքեր փնովելով են գալիս ղեկավարության։ Այդ մարդկանցից պետք է փախչել, որովհետև իրենք Նիկոլի նման եւս փնովելու են 30 տարին։ Այնպեսի տպավորություն, որ 30 տարին առաջը մեր կողքն է։ Մենք հիմա ապրում ենք հիմա եւ 30 տարի առաջը։ Այսպես մեր կողքի գնում ենք։ Հանուն Նիկոլի, հա, այդ Նիկոլով։ Եվ ինձ թվում է այս մարդն էլ է այդպես։ Չգիտեմ ինչու։ Իրոք չգիտեմ ինչու։
Բայց երբ որ եղել է ինքը արդեն նախկին падգամավոր ժամանակին, ուրեմն ինքը այս մասերը ավելի լավ գիտի։ Այս շրջանը, հաջորդ շրջանը 46-ից 47.5 իր համար շատ լավ ժամանակաշրջան է, կարող է նոր ինչ-որ մասնագիտական, նոր ինչ-որ ճանաչում ունենա, հաջողություն ունենա, կարիերան զարգանա, աշխատավարձը բարձրանա։ Հավանական է։ Գիտեք, այստեղ կարող են 1-2 մարդիկ լինել, ովքեր որ շատ քիչ ձայն հավաքեն, շատ քիչ ձայն, որովհետև մարդիկ Նիկոլին չընտրելու, մնացածին չընտրելու համար կարող են տալ նման մարդկանց ձայներ եւ նման մարդիկ հայտնվեն այնտեղ։ Էլի падգամավոր է եղել, էլի գիտի ձևերը падգամավոր ինչպես կարող է լինել։ Մի տեսակ չգիտեմ, այս նկարներից ինձ այդքան է դուր չի գալիս իր պահվածքը։ Ձերքի ժեստը այստեղ այս նկարում ձերքով է փորձում ինչ-որ մի բան հասկացնել, այդ ժեստերը այդքան էլ ես ասեցի չէ, որ ինչ-որ պահ է գալիս, երբ որ մարդը որոշում է, որ ինձ այդ պահին այդ գումարի հետ կապված, տան հետ կապված, ընտանիքի հարաբերությունների հետ կապված, ինչ-որ պահ է գալիս դիմում է այդ խորամանկությանը, եւ այստեղ ձեռի շարժումը դա է ասում նույնը։ Դե այստեղ, չգիտեմ, ամուսնացածը թե ոչ հավանական է, այստեղ ավելի շատ անձնական կյանքով զբաղվի, քան գործնական։ Այստեղ ես չեմ տեսնում իրան, որ ինքը լավ շրջան է, բայց ես չեմ տեսնում այս թվով վարչապետի աթոռին նստած։ Ես չեմ տեսնում։ Այս թվով չի կարող մարդը վարչապետ դառնալ։ Կարող է իր մոտ ինչ-որ բաներ լավանա, փոփոխվի, ինչ-որ պահեր, բայց ավելի շատ իստում անձնական առումով, անձնական կյանքում է, եթե կին ունի ավելի երիտասարդ, կարող է նաև կինը հղիանա, քան ինքը դառնա վարչապետ։ Հստակ վարչապետի դերում չեմ տեսնում։ Էլո մնաց այստեղ մնացի ընդամենը դեռ մի քանիսն երևի ավելի հակիրճ։ Ուրեմն այստեղ մենք ունենք Սուրեն Պետրոսյան, ով որ մտերիմ է եղել լավ, ես կարող եմ նաև իր թվերը գրել եւ մենք կտեսնենք, որ իրեն են առաջարկել միացում, այստեղ մի քանի հոգի են, ով որ ուղակի կան միանալու համար։ Միանալու է սա, այստեղ այն տեր հայրը Սրբազանը իր հետ է եղել շատ մտերիմ եւ այս մարդը ով էր։ Այս մարդը Գագիկ Բեգլարյանի հետ եւս կասկածելի է։ Միանում են սրանք։ Դրանք այն մարդիկ են, որ երկու ձայնն է, 2% եղավ, այդ 2% միանալու են մյուսին։ Ծնվել է մարտի 10-ին, ովքեր չգիտեն 1988 թվական։ Բավականին երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են, սրանք կողքի ոնց որ բաներ են, ինչքան շատ ձայն են, քան ավելի լավ։ Տեսնում եմ, այստեղ բարձ երևում է։ Ընդհանրապես 10-ը ինքը շատ լավ թիվ է եւ պետքա 10-ով մարդը ավելի շատ առաջնորդի գնա առաջ, քան իրականում ինչ-որ մեկի մանկլավի կլինի կամ ինչ-որ մեկին ուղակի կպնելու համար գնա, 10-երը դրա համար չեն։ Չգիտեմ ինչու են ընտրել այդ տարբերակը, ես վստահ եմ, որ ընտրել, որտեղ ըստ իր նկարների բարձ երևում է, որ ինքը այդ մարդկանց հետ է։ Իսկ այդ մարդիկ Կարեն Կարապետյանն են եւ այլն, չթվարկեմ, իսկ ո դուք ինձ այնց բոլորս լավ գիտեք, ես չեմ ուզում այս պահը քաղաքական դարձնել։ Ես ընդամենը ուզում եմ ասել, իր հարմարավետության գոտին եւս էլի սերն է, ով սեր տա, սեր կտա, ով սեր չտա, սեր չի տա։ Այսպես է դա։ Եվ իրանք պահանջում են շատ սեր, որ մարդիկ իրենց շատ սեր տան եւ մարդը եթե իրեն շատ սեր չտա, արդեն այդքան էլ լավ չլինի։ Եվ հիմա ինքը մարտը արդեն անցել ենք 38 տարեկան է, այստեղ ընդամենը մնացել է մի քանի ամիս, իրեն կավարտվի սեպտեմբեր-հոկտեմբերին այս փուլը։ Միայնության շրջանը չեմ կարծում, որ ինքը կանցնի, բացարձակապես չեմ կարծում, այդպես անհնարին է միայնության փուլում ինքը չի կարող անցնել այս կառավարության մեջ մտնի, բայց ձայնը կարող է տալ այդ մարդը, ում համար որ ինքը եկել է, ձայնը տա եւ առաջ գնա։ Նա հետ է քաշվելու։
կամ այդ ձայնը կտա ինքը կգնա, այսինքն ձայնը կտա ինչ-որ մեկին ու և ինքը այլևս չի լինի, կամ այստեղ վախերը իրան թույլ չեն տա, որ ինքը շարունակի։ Միգուցե նաև այնպես լինի, որ մանդատը վայր դնի։ Այս ժամանակահատվածում դեռ մինչև 39 տարեկանն եմ ասում։ Որտև հիմա իր մոտ է սա մի քանի ամիս մնաց և դրանից հետո արդեն մինչև 39 տարեկան ինքը կարող է փոշմանել։ Եվ վախեր ունի, կասկածներ ունի և նա չի կարող այդպես առաջ գնալ։ Չի կարող, այս մարդը անհնարին է, եթե 2% ձայն, հա, էլի եմ ասում, կտա դիմացինին և դուրս կգա։ Եվ տեսնենք երկուսը մնաց, Երվանդ Թարվերդյանը, ես բացարձակապես այս մարդուն ինչ-որ հակակրանք կամ մոտս, ուր է ծնված ժամանակը, ծնվել է 1970 թվականին, որ օրը չկա, այն անգամ էլ ոնց որ ես չնայեցի իրանը։ Վարչապետի թեկնածության ժամանակ էլ էր դրել, վարչապետի թեկնածության ժամանակ էլ էլի չկար, հիմա ուղղակի տենց ավելացրել է իր դա ծնվել եմ 1970-ին ես ծնվել եմ, բայց թե որոնն եմ ծնվել Աստված գիտի։ Այս է լավ։ Ինչ որ շատ երեխաներ ունի, 5 երեխա։ 5 երեխային պահել է պետք։ Ոչ ժողովրդի փողերը։ Չէ, ուրեմն այստեղ նա նույնն էլ ընտանիքի հետ է։ Բավականին նույն Հայկ Մարության, Արման, այնտեղ էլի մեկը կար, էլի մի քիչ հոգևոր է, դժվար մի քիչ այստեղ կարողանա կառավարել, էմոցիոնալ է, ագրեսիվ է, ինչպես որ Հայկ Մարությանը եւ մնացածը։ Այդ ագրեսիվությունը երևի եկել է իր ծնողից, կամ ծնողն է այդպեսին եղել կամ այդպեսին դաստիարակել է եւ այդպես էլ հա ոնց որ շարունակվում է իր մոտ, նաեւ ինքը ագրեսիվություն ունի, այստեղ ընտանիքի հետ կապված ինչ որ պահեր կան։ Բայց դա կարող է նաեւ փշի-փշի անի այստեղ ընտանիքին։ Դե չենք նայում դրան, մենք նայում ենք թե ինքը հիմա կկարողանա ղեկավարի թե չէ, ընդհանրապես այդ իմպուլսիվ լինելը այդքան էլ լավ չէ ղեկավար լինելու համար, ես էլի եմ ասում, պետքա մարդը կարողանա ձեռը վերցնի այն, ինչը որ պետքա կառավարի, կարողանա այդ պահին իրան տիրապետել, եթե չի կարող տիրապետի, ուրեմն նա չի կարող ոչինչ անել։ Դե արդեն այստեղ տեսնում ենք 56 դեռ չի լրացել, 56-ը, բայց դե մարտահրավերների ժամանակ է եկել, ընդհանրապես այս ժամանակն է, որ մարդը իրոք փորձում է այսպես դրսևորել իրան, սա մարտահրավեր է, երբ որ դու դիմում ես վարչապետի համար, դա իրոք մարտահրավեր է, եւ իր կյանքում հա այսպես է, այսպես կարող է ինքը փոխել հայացքները դեպի լավը, այնտեղ եւս ունեինք նման մեկը, եւ դեպի վատը նույնպես, դե ավելի շատ կարող է ճանապարհորդել, ընկերներ եւ ընկերներ ավելի շուտ այստեղ պետք է շատ զգույշ լինել եւ կարող են այս շրջանում մոլորեսնել, կարող են նաեւ խաբել այս շրջանում, դե հիմա է ինքը ընտրվում, հիմա այսինքն 56-ը դեռ չի լրացել, իսկ հաջորդ տարին, երբ որ արդեն եթե հա մտնի մի քիչ կասկածում եմ, մի քիչ չէ բավականին շատ եմ կասկածում, որ ինքը կմտնի քաղաքական դաշտ, դե կարող է այնտեղ մի անկյունում ինչ որ տեղեր ունենան իրենց միասնական կուսակցությունները, բայց այստեղ հաջորդ տարիները իր մոտ լավ են, 56-ից 57.5-ում բավականին խոշոր փոփոխություններ են լինելու եւ կարողանա նաեւ հաղթահարել բոլոր դժվարությունները։ Դա ճիշտ ճանապարհի վրա է։ Մեծ անհանգստություններ կան, գիտեք, շատերը կան, որ հետո իրանց մոտ անհանգստություն է գալիս, վախեր է գալիս, բայց չգիտեմ ինչու։ Երևի հետագա Հայաստանի վիճակից է, որ ինչ որ մի բան սկսում են արդեն անհանգստանալ, որովհետև չեն կարողանում ինչ որ մի բանի տակից դուրս գալ։ Դա է, այստեղ որ ինչ որ պահ է։ Մարդը իրան երջանիկ կզգա, բայց շատ եմ կասկածում, էլի եմ ասում, իրենք միշտ էլ, հա, ոնց որ ես իրան այդպես շատ եմ տեսնում, ոնց որ թե եղել է նաև Մաքսային պետական կոմիտե։
Պարսա։ Ես կարող եմ մի բան ասել, ես կարող եմ մի խորհուրդ տալ, շատ կարճ եւ կոնկրետ։ Այս մարդուն ինչ-որ չափով ճանաչելով, ասեմ, որ անհնարին է նա երկրի ղեկավարի, վերջ, դա իմ վերջին խոսքն է։ Եվ մնաց ընդամենը մեկ մասնակից, դա Ավետիք Չալաբյանն է, չգիտեմ իրանք դեռ կան, թե դուրս են եկել, բայց ես խոսում եմ նաև սա վերջինն է եւ վերջ տանք, բավականին երկար խոսեցի այս մասին եւ վերջնական արդյունքները ես մոտավորապես կասեմ, թե ով էր հնարավոր տեխնացու, ես արդեն գիտեմ ով էր հնարավոր, ես շատ բավականին բարձրաձայնեցի այդ մասին, մոտավորապես ես կասեմ։ Եվ Ավետիք ծնված 21, ես իրան չեմ տեսել երբևիցե, 1972 թվական։ Ահա, տեսնենք իր մասին ինչ կարող եմ ասել։ Դե, ավելի շատ հավասարակշռված մարդ է, բայց էլի քաղաքապետի պաշտոնին կսազի, ոչ վարչապետի։ Անգամ դեմքից է երևում, որ մի քիչ ավելի փափուկ անձնավորություն է։ Այն Գուրգենի նման, ավելի փափուկ են իրանք եւ իրանք այդպես հատուկ վարչապետի համար նախատեսված մարդկանց դեմքեր չեն, բնավորության գծեր, այսպես կարելի ասել, ոչ թե դեմքեր։ Այդ բնավորության գծերով երբեք ոչ ոք չի կարողանում, ղեկավարել։ Էլի եմ ասում, իրենք կարող են սարքել, շատ այդ տարածք այդ ամեն ինչը լավացնել, բայց հատուկ որ, մարդը կարողանա ինքն էլ չի անցնի։ Ինքն էլ չի անցնի, որովհետև այստեղ այս պահի դրությամբ ինքը 53 տարեկան է, դեռ 53 չի։ 53-ը։ Մինչև նոյեմբեր, մինչև նոյեմբեր դեռ այդ փուլում է ինքը, մինչև 53.5 տարին։ Նոյեմբերին է եղել, հիմա չէ, այս նոյեմբեր արդեն ընտրությանների ժամանակ արդեն փոխվում է։ Այնտեղ մնում է կես տարի է մնում, իր մոտ այստեղ մի փոքր դժվարություններ կան, որոնք որ պետք է հաղթահարի եւ հաջորդ տարին եւս ինքը չի կարող ընտրվել։ Չի կարող։ Եվ հաջորդ տարի եւս իր մոտ այստեղ դժվարություններ են գալու։ Չէ, այստեղ ինքը եւս չկա։ Եվ քանի որ հիմա ավարտեցինք այստեղ, եթե վերցնենք մաքուր ժողովրդի քվեարկությամբ, ուրեմն պետք է լինի երկրորդ քվեարկությունը, դա մեկ, որովհետև ինչ որ հստակ առաջնորդներ այստեղ չեն լինի։ Որովհետև նաև խոսակցություններ կարող են լինել, այնտեղ ինչ որ պահեր կարող են լինել, բայց եթե երկրորդը լինի, եթե հանկարծ առաջինից լինի, մի տեսակ կասկածում եմ, եթե երկրորդ փուլը լինի, ապա եթե մաքուր ճանապարհով ժողովուրդը չի կարող հասկանալ ում ընտրել, չեք ընտրի, բոլորը խառը կլինեն։ Ոնց որ ասում ամեն մեկից մի քիչ։ Բայց եթե նայենք սարքելուն, որ միշտ է այդպես, միշտ ընտրությունները երբեք չի եղել Հայաստանում մաքուր եւ թափանցիկ, չի կարող այդպես լինել։ Ապա այստեղ կարող են լինել երկու տարբեր առաջնորդներ։ Կախված է թե ով ինչ ավելի ուժեղ կողմ ունի։ Ասեմ, որ Ռոբերտ Քոչարյանը բավականին շատ մարդիկ ունի շրջապատում, ովքեր որ աշխատում են տարբեր ուղղություններով։ Եթե միանան իրանք, հավանականությունը այստեղ ես նայում եմ, տեսնում եմ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլի հետ կապված։ Հիմա մնացած արդեն դուք եք որոշում, կային մարդիկ, այնտեղ նաեւ Վանեցյան, մի քիչ նաեւ դա է կասկածելի, մնացածը միանում են ուղղակի։ Մարդիկ են, ովքեր փոքր կազմակերպություններ ունեն, կուսակցություններ ունեն, ովքեր ձայներին բերելու են միացնեն։ Ընդամենը դա է այստեղ մի քանի հոգի ուղղակի միացնելու են, որպես ոնց որ թիմ դառնան, հավելյալ ձայն ունենալու համար։ Օրինակ ոնց որ հիմա Նիկոլը կազմի 51, այնտեղ Քոչարյանը 49-ը, այս մարդիկ ձայն կտան, իրենց տոկոսները կտան
Քոչարյանին օրինակ եւ Քոչյանը առաջ կգնա։ Կասկածս բավականին մեծ է, ես դեռ բավականին վաղուց եմ կասկածել, որ Քոչարյանը եւս նորից կգա կվերադառնա։ Բայց թե հետո ինչ կլինի, արդեն չեմ կարող ասել։ Մնացածը թողնում եմ ձեզ, ամեն մարդ իր սրտով։ Կարող եք էլի նայել, ով ինչ ուժ ունի, մի հատ նայեք նկարը, պատկերացնեք իմ ասածը, իրոք կկարողանա ղեկավարի մեզ, թե ոչ։ Մարդիկ կային, որ բացարձակապես չեն կարող ղեկավարել, այնտեղ շատ մարդիկ տեսա։ Հատկապես այն կինը, որ բացարձակ իր մասին ոչինչ չէր գրել, ուղղակի գրել էր, որ ուզում է լինի։ Ուրեմն ինչ որ մեկի համար է։ Հասկանում եք, ինչ որ մեկի համար են այդ ձայները պետք։ Ընտրությունը ձերն է։ Ես չգիտեմ, ինչ որ մեկը պատերազմով է վախացնում, որ իրեն ընտրեք, ինչ որ մեկը գալիս է, հստակ պատերազմ է խոստանում, որ ինչ որ մի հողեր է բերելու։ Ես էլի կասեմ ու վերջնական խոսքս կլինի եւ կավարտենք սա։ Եթե ուզում եք որ սա հողեր բերել, ապա լինելու է արյունոտ պատերազմ։ Դա լինելու է ոչ թե այն 44 օրյա պատերազմը, այլ լինելու է արյունոտ պատերազմ, որ Հայաստանի Հանրապետության փողոցներն են լինելու արյունոտ, ոչ թե Արցախի կամ սահմանների տարածքում։ Ես դա ուղղակի զգուշացնում եմ։ Եվ պետք է հասկանալ, ով էլ որ գա ղեկավար այս պահին, միևնույնն է Հայաստանը զենք չունի։ Եթե դուք զենք ունեք, պատրաստած այնտեղ տեղադրած, դրած ու այնպիսի հզոր զենքեր, որ կարող եք օրինակ Ադրբեջանի կեսը վերացնել կամ Արցախի մեջ պայթացնել ու Արցախը գնալ նորից տներ կառուցել այնտեղ, հա, արեք։ Բայց հետադարձը շատ ուժեղ է լինելու։ Ես դա ասել եմ շատ վաղուց, որ Հայաստանի հետ կապված խնդիրներ կան։ Բայց նաև պետք է հասկանալ, որ Նիկոլ Փաշինյանին ընտրելով դուք ընտրում եք Ալիևին։ Այսինքն Ալիևն է ղեկավարելու մեզ։ Ընտրում եք Քոչարյան կամ Սամվել, մեզ ղեկավարում է Պուտինը։ Դուք ինքներդ պետք է որոշեք։ Սա իմ տեսակետը չէ։ Սա իրականություն է, բոլորս գիտենք այդ մասին, դրա համար դուք խառնվել եք եւ չգիտեք ում ընտրել։ Իրոք հզոր մարդ չունենք։ Չկա այս մարդկանց մեջ հզոր մարդ։ Մենք չունենք։ Ցավոք չունենք։ Մարդիկ կան, որ կարող են ինչ-որ, բայց ուժ են կիրառելու, հասկանում եք, մարդկանց վրա կարող են ուժ կիրառել։ Նայ օրինակ ձեր սիրելի Վարդան Ղուկասյանը, որ ընտրվի ինչ է լինելու։ Ես օրինակ երբեք ձայնս չեմ տա այն մարդուն, ով որ խոսում է կնոջ բարեմասնություններից, երբեք նրան դուրս չեմ բացի, սուրճ չեմ հրավիրի, որ ինքը սուրճ խմի, երբեք հասկանում եք, դա բացառվում է, որ նմանատիպ ղեկավար ունենանք, եւ նաեւ բացառվում այնպեսի մարդիկ, ովքեր որ ստեղ կային, ովքեր որ հրավիրված էին այդ աշխատանքին, կանչել էին հատուկ ձայն տալու համար, ես իրանց հետ ձայն չէի տա, երբեք, որտեւ այդ ձայնը գնալու է այն մարդուն, ով որ դուք չեք ուզում։ Դուք կարող եք այդ մարդկանց մի հատ լավ ուսումնասիրել, նկարներ նայել եւ հասկանալ, կարող եք ցուցակ կազմել այս մարդը, օրինակ այս մարդու համար է կանչված։ Այս մարդու համար է կանչված։ Այ օրինակ, որ հիմա ես նայեցի Google-ում, տեսա, որ Կարեն Կարապետյանը մերժում է իբր բոլորին։ Դե բա պետք է մերժի։ Դա ցուցադրական է։ Կարեն Կարապետյան, Ռոբերտ Քոչարյան, այն տղան, ով էր, չգիտեմ, Սուրեն Պետրոսյան էր, որ նկարված էին։ Այդ մարդը եւս այդտեղ Ռուսաստանի կողմն է, որը որ իշխում է, Ռուսաստանից է գալու իշխանությունը։ Ռուսներն են որոշելու, իսկ Նիկոլը Ադրբեջանն է որոշելու։ Դե դուք ինձ թվում է արդեն ավելի լավ կհասկանաք, ավելի լավ գիտեք իրավիճակը, ում եք ուզում որ ձեզ ընտրեն։ Ձեզ իշխեն իհարկե։ Դե Ադրբեջանը իշխում է, այսինքն որոշում է, որ որտեղ ինչ պետք է լինի։ Պուտինը ընտրելու դեպքում, ասեմ, այստեղ նաև կխառնվի Ամերիկան, որովհետև Ամերիկան արդեն իսկ խառնվել է մեր գործերին, այնտեղ կխառնվի Ամերիկան։ Պուտինը կարող է նաև ինչ-որ ինադու բաներ կարող է անել, որ Հայաստանը ուզի ինքը կառավարի, որ Ամերիկային վատություն անի, ցավացնի։
Ես նրան քաղաքականություն են, որ ես բացարձակապես չեմ ցանկանում խառնվել, ժամանակին ցանկությունս մեծ էր, հիմա ոչ։ Ամեն մեկը պետք է նայի իր քարտեզի դիրքին, ունեք իմ քարտեզի դիրքում շատ ված դիրք կա, որը որ մտնելով դե չասեմ, հա, չեմ ուզում մանրացնել։ Եվ դրա համար ամեն ինչում ես հետ քաշվեցի։ Բայց այս ընտրությունները իրոք շատ կարևոր են եւ շատ ցավոտ եմ բոլորի համար, որովհետեւ իրոք մարդը չգիտի որ կողմ գնա։ Այս մյուս կողմը նա է, մյուս կողմը նա է, մենք չունենք մեջտեղ։ Մեջտեղի մարդ չկա, որը մտածում է Հայաստանի մասին ինքնագլուխ է։ Չկար առնական տղամարդ։ Չտեսա։ Դու այս տղամարդիկ դե չմասիներ են, բայց չկար առնական տղամարդ, ով որ իրոք կարող էր ղեկավարել։ Հա կան իմպուլսիվ տղամարդիկ, կան որ sense կջանջախեն, թուրը կառնեն ձեռները, սրան կթրեն, նրան կթրեն, նրա գլուխը կտրեն, նրան կսպանեն, որ իրանի չի ենթարկվի, բայց դա ուժեղ տղամարդ չի, դա ագրեսիվ տղամարդ է։ Նրանք տարբեր բաներ են, ճակերտների մեջ վերցված է, ուժեղ է, այստեղ չի կարող ագրեսիվ տղամարդը ուժեղ տղամարդ լինի։ Դա այն տղամարդիկ են, ովքեր փողոցում ինչ-որ մեկի հետ երկու բառ խոսում են, երրորդը ագրեսիվանում ու սկսում են հարվածել։ Հա, դրանք այդ տղամարդիկ են, ոչ թե ուժեղ։ Ուժեղ տղամարդը կանգուն է ու մի հատ երկու հատ նախադասություն ասում դիմացինին իրոք ծնկի է իջացնում։ Մենք չունենք։ Այսքան մարդկանց մեջ մենք չունենք։ Իրոք չունենք։ Ընտրությունը ձերն է։ Ասում կամ տապակվեք ձեր գժով, ղեկավարվեք Ադրբեջանով, կամ ղեկավարվեք մի երկրով, որը աշխարհն է հրաժարվել։ Ես ինքս, հա, եթե ընտրության առջև կանգնած լինեի ու ընտրեի, ես Հայաստանում չեմ եւ չեմ էլ կարող ընտրել, որտեվ իմ անունը անգամ չկա այնտեղ ընտրացուցակում, ես շատ եմ գնացել, բայց չեմ գտել։ Բոլորը կային մահացած, ամեն մեկը կային, բացի ինձանից, ես դրա համար չեմ էլ գա, չեմ էլ փորձի ընտրել, եթե ես էլ ընտրելու լինեի, ես էլ ընտրության առջև կանգնած կլինեի, իրոք, սա շատ կարևոր ընտրության առջև է կանգնացնելու մարդկանց, շատ, ցավում եմ, բայց մեր Հայաստանը իրոք հունիսի 7-ից հետո ինչ-որ մեկն է ղեկավարելու, ուզեք դա դե, թե չուզեք, այն ղեկավարը չի ղեկավարելու, ով որ նստած է աթոռին, ղեկավարելու են ուրիշ երկրից, այսքանը սիրելիներս, այսքանը, վերջում ասեմ, նաև սկզբում էլ եմ ասեմ, այստեղ փորձեք հայոյել, ասում եմ, YouTube-ը ունի հնարավորություն, որ ձայնային կարող եմ ուղարկել, և նույն հայոյանքները կարող եմ ուղարկել, այնպես որ դիրքը տեղն իմացեք, եթե տղամարդ եք, ուրեմն հատկապես իմացեք, որ դուք տղամարդ եք, նայեք հայլու մեջ և նայեք, որ դուք տղամարդ եք, իսկ հայոյանքը պետք է հնչի միմիայն տղամարդկանց միջև, տղամարդը տղամարդու հետ նստած իրավունք ունի հայոյանքներով խոսամ, մնացածը ոչ, այսքանը ինձ համար միևնույն են ձեր այս ընտրողները, միևնույն են ոչ ոքին, ոչ հարգում, ոչ ընդունում, ոչ ոքին, չկա մեկը, հատկապես այս Նինա Կարապետյան ց, որ բացարձակ օդի ծերենք է, Հինա Պլանիտյան, որ նայեք դեմքին, այսքանը, լավ եղեք ժողովուրդ և ժամանակ ունեք դեռ, ինչ որ չափով հասկանալու ով է և ում կարելի է ընտրել, թողնում եմ ձեզ այս ծանր և բարդ ընտրությանը,